Գնացինք այսօր սիրելի երևանցիներ, այսօր ձեզ հետ ենք շփվելու։ Բարև ձեզ։ Գնացինք ժողովուրդ։ Բարև ձեզ, լավ եք, բարև եղբայր։ Սպասի, այդ ինչ է ստեն, ցավող տեղոր։ Այ։ Մի հատ այդ բանից տվեք երեխուն նվիրեմ, էլի։ Վայ։ Լավ եղբայր, դուք լավ եք։ Ես քեզ։ Շնորհակալ ենք, լավ եղեք։ Շնորհակալ ենք։ Բարի լույս ձեզ, լավ եք։ Պիները։ Ես ձեզ։ Ես քեզ եղբայր, լավ եք։ Մի հատ էլ։ Ես էլ քեզ։ Այս մայթը քանդած է, դրա համար ենք փողոցով քայլում։ Մայթը, այսինքն վերանորոգվում է այսօր։ Բարի լույս ձեզ։ Մի քանի հատ տուր։ Բարի լույս, լավ եք։ Լավ եղեք։ Ասեն փոքր հարցեր են, որ լուծվում են, իրականում են չի, որ մի օր ստեղ քայլում է էլի, և մեր այս տուրիստական բաների, միկրոավտոբուսների հանգելի վարորդները հարց բարձրացրին, չգիտեմ ինչի համար, այս հետևը այս գովազդները կպցնելու համար տուգանում էին մարդկանց, հետո հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, պարզվեց ինչ-որ կարգավորումներ կան, որ ներքին գործերի նախարարի հրամանով և կառավարության որոշմամբ, որ չափերի հետ կապված պրոբլեմ կա ու անդադ մարդկանց համար խնդիր էր, հիմա այսօր խոստացա, որ կարգավորենք, կարգավորվել է, չէ, շնորհակալ, ես եմ շնորհակալ, ձեզ էլ, կարևորը կարգավորվել է հարցը, դա ցույց է տալիս, որ հարցերի շուրջ, որ ըստ էության խոսում ենք, այսինքն, որ դուք այն անգամ եկա, որ ասում եք, հարցը չի բանանում, ինչն է պրոբլեմը, չենք գտնում, ես չէի կարում հասկանալ, թե ինչն է իրավական պրոբլեմը, գնացինք, գտանք, լուծեցինք կարգավորում, իմ օգնական եկավ, չէ, Դավիթ Գևորգյան, իրան հանձնարարեցի, որ մի հատ հասկանա ինչն է պրոբլեմը, որտեղ է խնդիրը, եւ ուրախ եմ, որ հույս ունենք, որ գործերն էլ լավ է, կատուր, ես առավոտ գոնե քանի խումբ տուրիստ տեսա նկարվեցինք եւ այլն, պետք է որ ակտիվ լինի, լավ եղեք, լավ որ ձեզ, մի րոպե, քանի ավտո մեքենա կա ստեղ, 15-20 մեքենա կա, էլի կա, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, որ խնդրեմ ամեն մեքենային իմ անունից մի հատ կտա, 9, 10, լավ ում էլ որ պակասի հետո կտանք, բայց խնդրում եմ ամեն մեքենային մի հատ, էլի, շատ լավ, որպես հաջողության նշանակ, տուրիստական ուզում են նկարվեն, բարև ձեզ, Hi, buongiorno. Enjoying Armenia? Yes. Enjoy. Լավ եք։ Տարիստեկան աշխատել են փողոցում։ Հա։ Հիմա երկու կողմն էլ դեղին գիծ են գծել,
Դեղին գից ինչա։ Եղբայր դե տեսնում եք երթևեկության վիճակն ինչա, բայց խցանումների հետ կապված ինչ անենք, լավ։ Հնարավոր է մի կոմ է, գոնե այն կոմ է, ջեբ կա, էլի, բանը վարչապետ։ Հիմա ասենք դե խցանումների հետ կապված ստրեսը մեծանում է, պետք է ինչ որ լուծումներ գնանք, եթե բայց ինչ մեքենաների մասին։ Ադի ժողովրդի չարվեցուն դեղ թեստը։ Տեղ չկա, վարչապետ։ Չենք տեղավորվում։ Դե նկատի ունեմ, այդ ամեն ինչը որ արվել է, Քայլենք առաջ ընդ ջեբ կա, երևում է։ այդ ամեն ինչը որ արվել է, արվեց ձեզ վատություն անելն, այդ որտե կա ջեբ։ Ջեբ կա, ջեբից բան է, երևում։ Դե բայց այդ մի քանի հատի հարցնել լինի մի քանի Երկով քշում ենք, բան վարչապետ։ Լացա 2025 թվին ինչքան հարկ ես վճարել, որտեղ Ես տեղ չունեմ կանգնեմ, որ բացա։ Դաժե էտա Վիճակը, բարոն վարչապետ։ Են ումնա էնում Նայեք, բարոն վարչապետ, այնտեղ ջեբ կա, գոնե մի քանի։ ուրա ջեբ այդ է ցավտանը որ Ներս է, հա հասկացա այդ ստեղից այնտեղ գալիս են դասավորում են լուսացույցի տակ կարիքած ստեցի ձեր խնդիրը բայց ես քաղաքային մեր գործընկերների հետ մի հատ կհասկանանք եթե տարբերակ գտնենք բայց բան չեմ Գուշ ակնվիրեմ մի հատ սպասքի Դիմացի կանխատեսում ասես դեպան իրավունքները որ փոխհատուցությունների դավանան առաջին Իրանք ամենաազդեցիկ լոբին են Հայաստանի, որովհետև հաճախ ստեղով անցնում են, կանգնեցնում են մի հատ հարցնում։ որ գումարը վճարեն, իրար հետևից կավանան քննություն։ Բարի լույս ես։ Լավ եք։ Ձեզ։ Ինչ ավտոբուս։ Այսօր ավտոբուս չկա, մետրո, հասարակական Բարև ձեզ, եղբայր արի Այսօր մետրո ավտոբուս, ուրիշ որևէ տաքսի նստել չի կարելի։ Մի րոպե, կարմիր է, այդ ուր։ Ավտոբուսը այսօր թող հանգստանա, կամ մեր հետևից կգան, էլի։ Հա, իհարկե։ Ես կարծում եմ Հայաստանի պատմության մեջ երբեք այսքան բարձրաստիճան պաշտոնյա միանգամից, հա? Բարև ձեզ, ում չբարևեցի կներեք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պաշտոնական միջոցառումներ, բան, տենց
ասենք տոնորեր, հատուկ տենց բացումներ, այսքան պաշտոնյա միաժամանակ բանում մետրոյից եւ քաղաքային տրանսպորտ հա եղբայր Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ Եղբայր, ինչ անունդ։ Բարև Դանիել ջան, մի հատ նվիրեմ քեզ սրանից։ Լավ օր ձեզ։ Հեռախոս որ բան առնել։ Մետրոյի տոպս։ Բայց ինչի ենք սենց արագ քայլում, շտապում ենք։ Լավ օր ձեզ։ Դիմացը տվեց։ Բարի լույս ձեզ։ Բարի լույս ձեզ։ Լավ օր ենք մաղթում ձեզ, բարի եղբայր։ Լավ եք, ձեզ։ Սայլ ձեզ։ Ձեզ արդեն նվիրել են, բայց անձամբ ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ օր եմ մաղթում, կարելի է ձեզ նվիրեմ, կարելի է իմ ձեռով փակցնեմ։ Շնորհակալություն, սայլ ձեզ։ Ձեզ երբևէ եմ, բայց հələ չեմ բան արել։ Ամենալավը երկարաժամկետ տոմսարներն է։ Կարևոր բան է, բայց ոչ պատճառի Հա դե պետք է բաները։ Այս տայան գայա, բայց դե բերել են, այսինքն օգտագործողը պետք է միշտ խնամքով կանգնացնի։ Չէ, մի րոպե բանով ուղիղ վճարում ենք, քարտով ուղիղ վճարում ենք եւ անցնում ենք։ Ինչ խնդիր կա։ Հա, ես քարտի մասին եմ մտածում։ Մի օրանի քարտ, եթե ուզում, մի օրանի կա։ Այսինքն սովորական քարտը։ Կարողանում ենք, ոնց չենք կարողանում։ Բարի լույս ձեզ։ Ոնց եք։ Ինչ Խնդրանք ունեմ։ Գնում եմ բժիշկի սրտիցս լավ չեմ, էլի։ Քանի տարեկան եք։ 60 եմ արդեն։ Գնում եմ բժիշկի ամեն անգամ 10-15 հազար փող են ուզում ինձնից։ Գնում եմ մտամ կոնսուլտացիա անեմ, 2 բառ սրտից ասում են, ասում են գնա այս տեղը խմի, քննչման տեղը։ Աշխատում եք, աշխատավարձը ինչքան է։ Աշխատում եք, թե չէ։ Ինչքան եք ստանում աշխատավարձ։ Մի 150,000։ Դե հիմա եթե ձեր աշխատավարձը ենթադրում եմ, եթե ավելի բարձր է, գնացեք ձեր գործատուին ասեք 200,000-ը գրանցի, որպեսզի դառնա կառուցության ապահով։ Հասկանում եմ ձեզ։
մի հատ կարող եք դուք հրահանգել, որ ամեն ինչի համար 10-15,000 դրամ չվերցնեք։ Տիկին Ավանեսյանը ուրա։ Տիկին Ավանեսյան թող գա էլի մի Եթե օր։ 50,000 փաստացի ստանում է, ուրեմն շահառու է, թե մոտև Հա? 200,000-ից ավել կլինի գրանցված աշխատավարձ։ Եթե Հարգելի 50,000 փաստացի ստանում եք, միգուցե չեմ աշխատում, կամ իմ ծնողնական մեկն է, ինչի համար այդ Տիկին գումարը վերցնեն Ավանեսյան։ իզանից։ Տիկին Ավանեսյան, տեսեք կոնսուլտացիաների բարձր գումարների մասին է։ Բայց այստեղ խնդիրը գիտեք որն է, որովհետև եթե դուք առողջության ապահովագրության շահառուն եք, այդ թեմաներից արդեն Հարգելի պարոն կազատվեք։ վարչապետ, կլսեք ինձ խնդրում եմ։ Այն անգամ որ դուք մեր փողոցում եք ապրում, մի թաղից են, գալիս եք մենք ձեզ ձեն էինք տալիս։ Դաժե որ վարձով տուն եք ման գալիս, իմ տունել եք եկեք այն թվերին։ Ես ձեզ լավ ճանաչում եմ, դուք էլ ինձ այդ որ հիշեք, կճանաչեք։ Հիմա խնդրում եմ ձեզ, ովքեր որ ասես թալանում են մեզ ու շատ լսեք այդ բժշկությունը ու գնում ես երկու բար խնդրում եմ լսեք ես ձեզ կլսեմ հարգանքով ձեզ լիքը ձեր հանդեպ հարգանքով գնում ես երկու հատ բառ ասում ես 10,000 տալիս ես մեկ դեղա նշանակում ասում գնա կզանգեմ էլ ոչ զանգում բայց ինչի համար ես պետք 10,000 տամ չունեմ ոչ չի բան հիմա ես որ ձեր հետ խոսում եմ ճնշում ես երևի այնքան այս հազիվ եմ խոսում Հազիվ եմ խոսում։ Բայց հիմա մենք ուզում ենք ձեզ օգնենք, մի րոպե։ Օգնեք, թող էս նախարարը, թող գրի, հարգելիս, եթե դուք 150,000 ստանում եք, դուք շահառու եք, դուք կարա գնաք առանց այդ ամեն ինչի, ստանաք ձեր բուժումը։ Ես ձեզ հասկանում եմ, հարգելի պարոն վարչապետ ջան։ Բանը հարկերը ներսը, չէ, 200,000։ Ես Վարդանաս պոլիկլինիկայում եմ ես գրանցված։ Գնում եմ, ասում եմ դու գրանցումը մի շաբաթից կարող եմ արդ ներնի ոնց։ Ասում մի շաբաթից արի, որ շուտ ես գնում։ Ասում որ 10-15,000 տաս, ամեն մի կոնսուլտացիան գնում ես, նստում ես, այդ բանը ես կարամ ասում, ընկեր վարչապետ ջան, ցավը տանեմ։ Հիմա ինչ անենք, ասեք, ինչ։ Էսա նախարարը ստեղ է, թող մի հատ գրություն գրի, թող ինձ անվճար տանեն ստուգեն։ Չէ, դե չի, եթե վճարով է, կապ չունի, ինչ կապ ունի, բա բժիշկն էլ է քաղաքացի, բա ինքը աշխատավարձ ստանա։ Ես քեզ միշտ նայում եմ, բանով, դու միշտ ոնց որ ազգի համար չխոսած։ Ես ընկեր վարչապետի հետ եմ խոսում, ես իրան ձեզանից լավ գիտեմ։ Դե արեք չխոսանք, դուք մենակ խոսում եք, չեք անում։ Հարգելի պարոն վարչապետ ջան։ Եղբայր, տեն չի լինի, որ ամեն ինչը ձրի լինի։ Ոնց կլինի ամեն ինչը ձրի։ Քիչ պետք է լինի։ Կներեք, դուք որտե եք աշխատում։ Որտե եք աշխատում։ Ես գնում եմ, փայտ եմ կտրում, ամեն ինչ եմ անում։ Ձրի կկտրես փայտ։ Կկտրեմ։ Հա? Դե ձրի կտրի։ Ուրեմն այդ գումարի մեջ խնդրում եմ։ Մի րոպե սպասեք։ Դուք իմ պաշտպանն եք, չէ՞։ Այո, ես ձեր պաշտպանն եմ, ես բժշկի պաշտպանն եմ։ Բժիշկն սաղի վերահսկողն եք։ Լսեք, ասում եմ դուք որ փայտ եք կտրում, ձրի կկտրեք փայտ։ Կկտրեմ։ Չեք կտրի, չեք կտրի։ Շնորհքով կկտրեմ, եթե գումարը վերցնում եմ, շնորհքով կկտրեմ։ Ոչ մեկ չեք կտրի։ Շնորհքով կկտրեմ գումարը վերցնում եմ։ Ուրիշ բան, մի րոպե։ Ես ձեր հարցը հետեւյալի, եթե այդ գինը գրված է, որ կոնսուլտացիան արժի 10,000, դա ուրեմն օրինական վճար է։ Եթե չարժի, ուրեմն չէ։ Հիմա դուք որպես քաղաքացի, մենք ձեզ համար ստեղծել ենք հնարավորություն։ Ասցիք, որ աշխատում եք 200,000 դրամ աշխատավարձ ստացողը դառնում է առողջության ապահովագրության շահառու եւ այդ որևէ վճարում ընդհանրապես որևէ Ես լսեցի, հասկացա, անգեր վարչապետ։ Ես գնում եմ, ասում եմ այդքան գումար, բայց դրա այդ գումարի հիման վրա բուժումը չի անում։ Եղբայր, դուք աշխատում եք, թե չէ։ Աշխատում եմ, անհատական եմ։ Օրա գնում ես համ շինարարություն եմ անում ամեն ինչ։ Դե այդ եմ ասում եմ, դուք ձեր աշխատանքը ձրի չեք անի, որովհետեւ Բայց որակով եմ անում, չէ՞, ինչ Չէ, չգիտեմ, որակով եք անում, թե որակով չեք անում։ Բայց ես գնում եմ Լսեք, ասում եմ, բժիշկը գրածա, որ այդ ծառայությունը արժի այդքան։ Դուք պետքա վճարեք այդքան։ Պետք է աշխատեք, մի րոպե սպասեք, ինչ եմ ասում։ Ամենակ դուք եք խոսում, չեք թողում ես խոսամ, ընկեր վարչապետ։ Քանի րոպե եք ուզում խոսացեք, հետո ես կարող եմ ձերից նստեմ ու խոսամ, հաստատ ձեզ ես խելքով կգրեմ, հաստատ։ Չեմ կասկածում։ Ընկեր վարչապետ, ես գնում եմ, ասում եմ գումարը սա է, չէ՞, ես վճարում եմ։ Խնդրում եմ, թող ինքն էլ բարի լինի, դրա հիման վրա նորմալ բուժումներ նշանակի։ Որ բժշկից է ձեր բողոքը տվեք, մենք կստուգենք իր աշխատանքը։ Վարդանաս պոլիկլինիկա։ Անն ազգանը բժշկի ասեք, մենք կստուգենք իր աշխատանքը։ Ես չեմ կարող, օրը մեկի մոտ ուղարկում են ինձ։ Դե ձեր անուն ազգանը կասեք, ես նայեմ։ Մովսեսյան Ռազմիկ Սահակի։ Նա պարոն Մովսեսյանի ստացած ծառայությունները ստուգենք, հարգելի նախարար, խնդրում եմ դուք կստուգենք, արդյոք ճիշտ է։ Ես հիմա հասկացա, որ ձեր խնդիրը հիմնականում ծառայության գնի եւ որակի հարցն է։ Հա, համ գնի։ Անպայման կզբաղվի։ Ընկեր վարչապետ ջան, ինչի համար կարելի է գնալ երկու բար խոսա, ասի այդքան
կարող է դուք գումար ունեք։ Հասկացանք։ Ես ձեր նման միլիոնավոր պրեմիաներ չեմ ստանում, Հասկացանք։ Սաղից շատից կարող է շատից ես լավ մասնագետ եմ, սաղից էլ լավ մարդ եմ, բայց ես ստանում եմ այդքան, իսկ ձեր մեջ մարդիկ կան, որ ոչ մի բան չեն անում, միլիոներ փող են ստանում, պետք է ստանան։ Եթե դուք լավ մասնագետ եք, աշխատանքի շուկայում ուրեմն կունենայիք այնքան աշխատավարձ, որ հիմա չգայիք ասեիք։ Ես այնքան լավ մասնագետ եմ եղել, այնքան մարդ եմ եղել, որ եկեք ձեզ եմ ընտրել այն վաղ։ Հա։ Դուք էլ ինձ ասեցիք, դուք եք ասել, որ ձեր նման մարդիկ պետք է տեղ ունենան, ոչ թե եսի մով ունենան։ Բայց մեր կրթություն ունեք կներեք։ Միջնակարգ կրթություն ունեք։ Ինչ եք ուզում, որտեղ եք ուզում աշխատեք։ Նախարար եմ ուզում։ Հենց հիմա նախարար եմ ուզում։ Որ ամիսը 10 միլիոն փող ստանամ ու ժողովրդի համար լիքը բան կան ազգիս համար։ Հիմա լսեք այդ եմ ասում, այդ նախարարը որ աշխատավարձ է ստանում, այդ նախարարը թոշակա բարձրացրել, այդ նախարարը առողջության ապահովագրություն է բարձրացրել, այդ նախարարը ուսուցիչների աշխատավարձա կրկնապատկի, այդ նախարարը զինվորականների աշխատավարձա կրկնապատկի, այդ նախարարի գործունեության շնորհիվ այսօր 700,000 դրամ ուսուցիչ կա աշխատավարձ ստացող, 700,000 դրամ զինվորական կա աշխատավարձ ստացող, այդ նախարարի աշխատանքի շնորհիվ այսօր հանրապետությունում ոչ մի սոված թոշակառու չկա։ Այդ նախարարի աշխատանքի շնորհիվ ձեզ տվել եմ արդեն, հեսա տվել եմ։ Այդ նախարարի աշխատանքի շնորհիվ 2017 թվի համեմատ պետական բյուջեն 135%-ով ավելացել է։ Այդ բաներ կա, որ ասում եք, ճիշտ չի։ Որը ճիշտ չասեք։ Համարյա 90%-ը ճիշտ է։ Որը ճիշտ չի, կոնկրետ ասեք։ Ասում եք սա դա հասկացա։ Կոնկրետ ասեք։ Ձեր կառավարման այս անձնակազմը կոնկրետ բոլորը լավ գումար են ստանում մեր հաշվին, իմ ծնողի, բան մեր սովորական մարդիկ ինչքան են։ 2025 թվին ինչքան հարկ եք վճարել, որ մենք ձեր հաշվին ենք ստանում։ Ես արուն եմ տվես ազգի համար։ Որտեղ եք արուն տվես ազգի համար։ Որտեղ։ Իմ հողի համար, իմ Արցախի հողի համար, իմ Հայաստանի։ Հիմա հենց հիմա կճշտենք, մեր տվյալներով կճշտենք որտեղ եք արուն տվել։ Տեղը ասեք, որտեղ եք։ Ջիվոն Աբրամյանն էլ իմ հրամանատարն է։ Որտեղ եք արուն։ եղել եմ, լաչին եղել։ Որտեղ ձեր տվյալներն ասեք, հեսա պաշտպանության նախարարությունով կճշտենք։ Զանգի։ Մովսեսյան ռազմիկ, Լենյան ջոկատ եմ եղել։ Համեցեք։ Հեսա կճշտենք, բայց եթե սուտ ասեք, դա հետևանք է ունենալու։ Թող հետևանք լինի։ Շատ լավ։ Հաճույքը։ Մի հատ էլ մեզ կտակ, որ Ընկեր նախարար, դուք գրանցեցիք բժշկի համար։ Էսել ձեզ։ Համեցեք նկարը։ Հաջեք, բարև։ քեզ շատ ենք, էլի սիրում։ Որտեվ ձեզ շատ ենք սիրում, իրոք ձեր կողքին եմ միշտ։ Արդեն տվել է։ Ես վարշեցի բանից գաղափար։ Լավ է։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Մեն հաղթանակ։ Շնորհակալ եմ շատ։ Մեր հաղթանակը ձեզանով։ Ես գիտեմ, ես որ քաջանք։ Համեցեք։ Ուրեմն մեր երեխան 6 տարեկան է, ինքը միշտ մուրացանում դեղորայք հստանում, ինքը աճման հետ խնդիր ունի, բայց հիմա ասել են, որ չի կարող ստանալ, ինչ որ վաճառաբանել են պասպորտ պետք է հանի 6 տարեկան Բառանց պասպորտ ինչի՞ չեք ուզում պասպորտ։ Դե պասպորտ հանեք ինչի՞ բան Ուզում եմ ասեմ, դա եթե վերականգնենք նորից այդ նույնը բանը։ Այո, երեխան միջև 18 տարեկան բոլոր երեխաները առողջության ապահովագրության շահառու են, ընդ որում դուք դրա համար ոչ մի բան ընդհանրապես չեք վճարում։ Հիմա թազը օրենք ահել է, որ դու երեխա պետք է պասպորտ ունենա, որտեղ առաջներում չի եղել, մենք չենք էլ հանել։ Բա երեխաները լիարժեք մեր քաղաքացիներն են, պետք է պասպորտ հանեն։ Որ խնդրեմ կարող են ձեզ միած նկարվել նոր գնակելի բարամարչապետ, ես շատ եմ սիրում։ Իսկ ո՞նց են անում։ Իրոք եք կներեք։ Իրոք է սենց բոլորը։ Անչափ շնորհակալ եմ ձեզ։ Գնացինք, լավ է։ Լավ է։ Լավ է։ Շնորհակալություն։ Շատ լավ է։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ տվեցինք այս բաներից, նա ձեզ նվիրենք սրան։ Լավ է։ Լավ է։ Շնորհակալություն։ Լավ չունի։ Բարի ծառայություն, լավ է։
Մենակ ֆիզիկապես քարտով, հա։ Մի րոպե, ֆիզիկական քարտը մոտս է։ Ամբողջանը ուրա։ Բա հեռախոսի քարտով ինչի՞ չէ։ Լավ, ես մոտս կպահեմ։ Բարի լույս ձեզ, ժողովուրդ։ Բարի լույս ձեզ։ 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 Այդ այդքանը մենք ենք, հա։ Բարի լույս ձեզ։ Ինչպես եք, պարոն Սիմոնյան։ Բարի ձեզ։ Պարոն վարչապետ, մետրոպոլիտեն ծառայությունը անում է բնական ծառայության տեսուր ոստիկանության լեյտենանտ Աղաջանյան։ Բարի ձեզ։ Բարի ձեզ։ Բարով վարչապետը ծառայության դասգործական պատասխանատվության չգրանցած եւ ուսումնասիրության Բարի ձեզ, բարի ծառայություն։ Բարի վարչապետ, մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն ժամանակավոր պաշտոնյա Վարդգես Սեդրակյան։ Բարի ձեզ։ Բարի ձեզ։ Երթապահարության կայլանում ամեն ինչ կարգին է, գրաֆներթը դրախիլը։ Ուրա։ Հա Շենգավից։ Շենգավից։ Ռուբինյանի երազանքները կատարվում են։ Ռուբինյան, Շենգավիթ։ Սոնա, Շենգավիթ։ Չէ ինքն էր ուզում։ Մենք ես էլ եմ Շենգավից տկայից։ Բոլոր շենգավիցիներով Այո։ Այո։ Հա, դե ուզեք մոտներ խոհեք, կամ լավ դնեմ բան ինչտով։ Այսօր էլ ենք տրանսպորտ նստելու, թոմոտս մնա էլի անդադ տրանսպորտով ենք։ Դե էդ էլ իզուր բան արիք, սրճանում ենք, պետք է ավտոմոբիլ դնենք։ Հարգելի գործընկերներ, բաշխվում եք վագոններով, կամավոր սկզբունքով։ Հաջան։ Հաճույքով։ Վայ, հələ էս ինչ լավ տղա։ Հələ էս ինչ լավ տղա է։ Էս ինչ լավ տղաներ են եւ լավ աղջիկա։ Ահա, բարև։ Անտ ինչա։ Էս էլ քեզ։ Հա, մենք ձեզ համար այսինց խվածք էլ ունենք ձեզ համար։ Շնորհակալություն։ Մի րոպե մի հատ էլ։ Էս էլ քեզ։ Ամենասիրունն ես, չէ՞ դու։ Էս էլ քեզ։ Էս էլ քեզ։ Շնորհակալություն Ալեքս։ Էս էլ մայրիկի։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ։ Հա, իհարկե։ Դե պտտվեք։ Ռոբերտ ջան, նայ։ Լավ եղեք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ես սենց պետք է ալներ, հա։ Չէ, դե ավելի լավ է, սա ուրսի բռակը։
Լսի, ես ինչի ցա որ սենց։ Հա, լավ հասկացա։ Հինգ րոպե 19 վայրկյան։ Լավ, Չուշանանք գնացքից ուղղակի։ Այն մյուս կողմի գնացքը ավելի արագ է գալիս։ Ես ուղղությամբ չենք մենք գնում։ Հա։ Ասենք տեսնենք այն կողմում ուղևոր կա շփվենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Միատ նվիր եմ սրանից ձեզ։ Հայաստանի քարտեզն է։ Ոյ։ Ձեզ նվիրել, ձեզ տվել են, չէ սրանից։ Ձեզ էլ նվիրեմ, մի հատ էլ ձեզ։ Մի հատ էլ ձեզ։ Թորնիկներ ունեք։ Այն բաներից կտակ։ Եթե գնում եք թորնիկներին տեսնելու, ես այդ թորնիկներին փոխանցեմ։ Աստված պահի թորնիկներին։ Լրիվ պատահական հանդիպում, լրիվ բարև ձեզ։ Ես ձեզ։ Լրիվ պատահական հանդիպում։ Շատ պատահական, բարև ձեզ։ Լավ ես եղբայր, ուր ես գնում, ես քեզ։ Վերցրեք։ Ձեզ նվիրեմ սրանից։ Ես այդ պատկերով չեմ։ Շատ լավ։ Դա ապարական տարածայնություն ունի։ Ես ձեզ։ Կարելի է ես փակցնեմ։ Ես իմ։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Ինչ? Բարև, մենք առիթ չենք ունեցել հանդիպել։ Կարելի է նվիրեմ ձեզ սրանից։ Բարև ձեզ։ Լավ եք։ Կարելի է նվիրել ձեզ սրանից։ Բարև ձեզ։ Լավ եք։ Как вы? В Армении проживаете? Хорошо чувствуете? Да, очень хорошо. Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նստի։ Ես Իրաքի հայ եմ, դեպ գրառներից եմ։ Ուրախ եմ շատ, նվիրեմ մի հատ սրան։ Աշխատում եք, ապրում եք ստեղ։ Այո, արդեն 5 տարի գլա։ Էլ ինչ Իրաքի հայ, արդեն Հայաստանի հայ եք, ինչ եք ասում Իրաքի հայ։ Գիշերային սմեն եմ աշխատում, հիմա գործից եմ գալիս։
գնում եմ տուն։ Չէ նկատի ունեմ, բայց ինչ եք ասում Իրաքի հայ եմ, էլ Իրաքի հայ չեք, Հայաստանի հայ, քաղաքացիություն ընդունել եք Հայաստանի։ Ասած դեռ ոչ։ Բայց ունեք մտադրություն։ Այո, ունեմ, իհարկե, հա, 5 տարի եղավ աստեղը։ Ասում է Իրաքի հայ եմ, ասում եմ ինչքան եք Հայաստանում եք ապրում, ասում եմ ինչքան, ասում է 5 տարի, ասում եմ բայց ինչ եք ասում Իրաքի հայ եմ Հայաստան։ Դե ծննդավայրն է, էդի ծննդավայրը էլ հայրենիք։ Դեռ ոչ, բայց գնում եմ։ Սա ձեզ։ Մասիսի շրջան եմ ապրում, Դարբնիկ գյուղ։ Շատ լավ։ Քրիստոնյաների շենքան, դեր։ Հա շենքա հող չունեք ասում։ Չէ, բանը միգրացիոնի ակնարկներ հիմա սոցիալ նախարարության։ Իսկ աշխատավարձը 200,000 կա գոնե։ Հա, կա։ Այսինքն առողջության ապահովագրության շահառու է։ Կովկաս մանրոք եմ աշխատում մադուց։ Չէ, շատ լավ է, շատ լավ է։ Նկատի ունեմ, եթե 200,000 ստանում եք, արդեն նաև առողջության ապահովագրության շահառու եք, առողջության հետ կապված հարցերը որ ունի, արդեն կարող եք չգիտեիք դրա մասին։ Չէ, այսինքն իմ անձնական գումարով նկատի ունեմ։ Չէ, ձեր աշխատավարձը եթե 200,000 դուք ստանում եք, Այո։ արդեն ձեր գործատուն, ձեր փոխարեն, ոչ թե ձեր փոխարեն ինքը վճարում է, դուք արդեն առողջապահության ապահովագրության շահառու եք։ Չգիտեիք դրա մասին։ Գրանցված որպես այսինքն բժշկական։ Այո, դուք արդեն աշխատողների, տեսեք ոնց է աշխատողների մեր ռեգիստրը կապված է առողջության ռեգիստրի հետ։ Հիմա դուք որ գնաք պոլիկլինիկա որևէ տեղ գրանցվեք, դուք արդեն առողջության այդ թաթեթը ստանալու եք անվճար, այսինքն չեք վճարում։ Հասկացա։ Չգիտեիք դրա մասին։ Չէ, իմացա։ Բա հետաքրքրվեք, որ այսինքն լավ առողջ եք, բայց մարդ եք, կարողա բան։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Լավ եք, կարելի է ձեզ նվիրել։ Կարելի է փակցնել։ Շնորհակալ եմ շատ։ Եթե ձեզ եմ շնորհակալ, ձեր գործունեության համար։ Ինչն է ձեզ հատկապես գոհացնում։ Ամեն ինչ որ արված է միջին մոտ, դա մեծ փայլ է, մեծ փայլ։ Շնորհակալ եմ։ Այս ժամանակին ամեն մարդկան, որ ես ապրում եմ։ Դուք Երևանում եք ապրում։ Երևանում եմ։ Հնաբնակ Երևանցի։ Այո, Շնորհակալ 46 տվից, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Ձեր կարծիքը մեզ համար շատ կարևոր է։ Ես էլ դեմ շնորհակալ։ Լավ է։ Զգուշ եք, լավ փայլ, հա։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Բարև եք։ Մանես ակադեմիա ուսանող մի հատ նախարարը ստեղա։ Նախարարը ստեղա։ Նախարարստեղա թե նստեք բարև ձեզ կարելի է նվիրեմ ձեզ սրանից կարելի է ձեռքով փակցնեմ բարև ձեզ ոնց եք Շնորհակալություն։ Դուք ինչպես եք։ շնորհակալ Մի եմ հարց ունեմ, կարելի է։ իհարկե Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, Հայաստանի քաղաքացի եմ, քանի որ առողջականի խնդիրներ ունեմ։ Ինձ ասեցին, որ Ռուսաստանի ապահովագրությունը, այսինքն պոլիս, անցնում է։ Դուք քանի տարեկան եք։ Ես 62։ 63 չկա։ Այսինքն այնտեղ դուք ունեք ապահովագրություն։ Այո։ Համ ազգագիր ունեմ, համ ապահովագրություն ունեմ։ Նաև Հայաստանի քաղաքացի եմ։ Ուզում եմ ճշտել եմ ինչը։ Ռուսաստանում ունի ապահովագրություն բժշկական, ԵԱՏՄ կարգավորումներով անցնում է ստեղ ապահովագրությունը։ Չէ։ Չէ, ստեղի ապահովագրությունը ուրեմն առանց։ Դուք աշխատում եք։ Եթե աշխատեիք 200,000 դրամ ստանայիք։ Հա, դրանից եմ արդեն շատ շնորհակալություն։ Ես շատ հարցում եմ, շատ սիրում եմ, հետևում եմ։ Ես ձեզ եմ շատ սիրում։ Շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ։ Եղբայր կարելի է քեզ նվիրեմ մի հատ սրանից։ Չէ՞։ Մենք հարցանքից ենք, ճիշտ ասած մենք ավելի ճիշտ Ինչ քարտեզ ունեք կներեք։ ավելի ճիշտ ես հանգարում եք ինչ։ Հա, շատ լավ, շատ լավ։ Բայց ձեր տղան էս քարտեզում է ապրելու, այդ հաշվի առը։ Իգուցե հիմա, բայց Էլ բաց չկա, մենք չենք թողելու, մենք չենք թողելու, որ այդ ձեր գաղափարաբանությունը էլի թողնելու, որ մենք մեր Արցախում ապրենք, դուք չեք թողել արդեն։ Գիտեք ինչ, Չեք կարող ես մեծ զրկել, մենք մեր Արցախը ապրելուցի, վերադարձից մնացած ամեն
ես գիտեք ես ամեն ինչ արել եմ։ Մի րոպե սպաս։ Չէ, կշարունակեմ։ Ես կշարունակեմ։ Գնացքի իմ խոսելը գնացքի ընթացքը չի կանգնեցնում։ Չէ։ Ահա։ Շատ է։ Բայց քանի որ ես ձեզ լսեցի, դուք էլ ինձ պետք է լսեք։ Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում, Ղարաբաղում ապրեք։ Եվ 2023 թվականին այդ դուք եք, որ մեղադրում եք ինձ, որ այս սահմանները փակել են, որ ժողովուրդը չգա Արցախ, Ղարաբաղի ժողովուրդը չգա Հայաստան։ Եվ ինձնից պահանջում եք, որ սահմանները բացեն, եւ ասում եք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղի ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք ստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնայինք։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ։ Որևէ մեկը կխոսեմ տենց ձեզ հետ բարձր։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Եթե մեկ երկու Ղարաբաղցի, Արցախցի է գտել, ովքեր ձեր իշխանաժողովներ են անում, այդ չի նշանակում, որ բոլոր արցախցիները լսեք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ մեզ չստիպեք, մենք շուտանք, մենք շատ ուշանում ենք։ Վերջին կանգառնա։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ Տասնյակ հազարավոր Ղարաբաղցիներ այսօր Հայաստանի քաղաքացիություն են ստացել եւ բնակավորվում են Հայաստանում։ Այդ մարդկանց իզուր Մինչև այդ էլ կապույտ անձնագրեր ունենք Հայաստանի Հանրապետության, որը անձնագիր է ու ոչ ճամփորդական փաստաթուղթ։ Այո։ Ի գիտություն ձեզ մեծ։ Ես գիտեմ ի գիտություն ձեզ եւ դա Հայաստանի մարդիկ նորից քաղաքացիություն են վերցնում, դա նշանակում է, որ իրենք ուրիշ ճարպ չունեն։ Մարդիկ առանց գործ ապրում են բարձ են տալիս, մարդիկ ցանկանում են գոնե չին բնակվում արդից օգտել, ուզու դա է վաճառը, ոչ թե մարդիկ գտնում են, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, մի հատ են նորից քաղաքացի։ Լսեք, մարդիկ, ուրեմն ես մենակ մի բան եմ խնդրում ձեզ, մենակ մի բան եմ խնդրում։ Այդ պանդխտության բանը միտումը պետք է անել, պետք է հանդարտվել, պետք է այս երեխուն պետք չի պանդխտության։ Ունենա։ Իրաքաննա, հայրը մարդիկի երեսմանը կնա։ Ով արտարինալի իրեքին, լեգենդար ժամանակարը, կողվել է, ու մի հեքատեր մի բաղվեք, հարապեք։ Ես ձերի մացած արթավցիների շեմ, ես ես հարապեք ուրիշ արթավցի։ Այդ երեխան ապրելու է Հայաստանում։ Երեխան ապրելու է Հայաստանում։ Երեխան ապրելու է Հայաստանում։ Երեխան ապրելու է Հայաստանում։ Եվ իմ խնդրանքն է, պետք չի երեխայի մեջ պանդխտության գեն մտցնել։ Ես էլ բան չեմ ասել, մի դուրս եք։ Հանգիստ եք կողմից։ Հանգիստ եք։ Երեխան մայլին հայրենից ման, որովհետև հայրենից չի հասկանում միայն Արցախ, Հայաստան միասնական։ Հայաստանի Հանրապետությունն է իր Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետությունն է իր երկիրը։ Ոչինչ, լինում, ստիպված եք։ Շատ լավ, ձեզ հանգիստ կթողնի, հանգիստ։ Չեն գավիթնա, չէ, գարեգին նշենք, գարեգին նշենք։ The next station is Garagiin Nishte Square. Ճիշտ ասում։ Ճիշտ ասում։ Ճիշտ ասում, իհարկե ճիշտ ասում։ Ու շատ հատկանշական է, որ նույն վագոնում երկու Ղարաբաղի մեր հայրենակից երկու բան է, երկու ճիշտ ասում, ինչ ասում, ճիշտ ասում։ Ճիշտ ասում։ Ուրա ինը մոտենակ մի հատ է։
Թողեք իրան դուրս գան, մենք հետո դուսնում։ Galegin is clear. All locations, the end of line. Հատ բարև ենք։ Բարի ծառայություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարի ծառայություն։ Բարև եղբայր։ Բարև ձեզ, լավ եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարև եղբայր, ոնց եք։ Ոնց են գործերը։ Ինչով եք զբաղվում։ Հա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք եղբայր։ Դուք ոնց եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց են գործերը։ Փառք Աստծո։ Հաստատ։ Իրոք լավ են։ Ինչից եք դժգոհ, ինչ մտահոգություններ ունեք, ինչ հարցեր ունեք մեզ։ Դուք գնում եք, հոճեր ճամփեն չենք փակում։ Չէ, պրոստը մոտիկ էր։ Բայց նկատի ունեմ, նենց չի որ ասում եմ դուք մի մասնակցեք խոսակցությանը, եթե ուզում Շնորհակալ եմ։ Ինչ կա, ինչ ասելի, մի լարվեք։ Ուղղակի եկել ենք շփվենք։ Նորմալ է, չեմ լավ։ Գործերը լավ է, առևտուր կա։ Մի քիչ որ անկես լինեմ թույլ է։ Ինչի համեմատ։ Ճիշտ ասեմ, այս թեմու վայլ բերից Հա։ ընկել են շատ է։ Լսեք, ես նամակներ ստանում եմ միջին փոքր եւ միջին բիզնեսից հիմնականում թեմուի մասին։ Եվ ճիշտ ասած քննարկում ենք, բայց մյուս կողմից էլ եթե շատ անկեղծ ասեմ, մյուս կողմից էլ սպառողները երբ որ իմանում են, որ տես թեմա կա, իրենք էլ են սկսում նամակներ գրել մեզ, որովհետեւ հիմա տեխնոլոգիաները աճում են եւ բազմաթիվ մարդկանց ուղղակի հարմար է տենց բան։ Ես օրինակ ասեմ, ես ինքս կյանքում երբեք բանում, ասենք, թեմուից եւ այլն, այդ կարգի պլատֆորմներից առևտուր չեմ արել, բայց ես զգում եմ, որ երեխեքը գնալով ավելի ու ավելի շատ բաներ, որտեղ ինչ որ մի բան կա, հարցնում եմ, ասում եմ, ես որտեղից, ասում են, այս պլատֆորմ, հիմա գովաշ չանենք, այս պլատֆորմից են գարել ու ես զգում եմ, որ սենց փոխվում է։ Ու մարդկանց միջավայրում զգում եմ, որ այդ բանը կա։ Անենց որ դրա լուծումը չգիտեմ, դուք գուցե ինչ որ մի բան պետքա մտածեք ձեր համքարությունը, թե ոնց դուք տրանսֆորմացնեք բիզնեսը, որ այդ մրցակցությանը հնարավոր լինի դիմանալ։ Եվ իմիջիայլոց այդ խնդրը բնականաբար միայն Հայաստանում չի, հələ ընդհակառակը կարող է Հայաստանում նոր սկսում է աճել։ Շատ երկրներում այդ խնդրը բան է անում, բայց ես մենք մտածում ենք, Պապոյանը ստեղ է, պարոն Պապոյան, ինչ ենք քննարկում եւ ես եթե չեմ սխալվում մի քանի նամակ ձեզ եւ պարոն Հակոբյանին ֆորվարդ եմ արել, որտեղ մարդիկ մեր հարգելի գործարարները խոսում են նրա մասին, որ on-line պլատֆորմների աճով առևտրի հետ կապված խնդիր։ Ես նորից էի ասում, որ այդ խնդրը մենք գիտենք, բայց էդ էլ է, երբ որ մարդիկ օրինակ զգում են, որ այդ թեմայով կառավարությունը բան է քննարկում, ես զգում եմ, որ սպառողների կողմից կա որոշակի ճնշում, որ մի րոպե դա հարմար է, մենք մեր տանը նստած առևտուր ենք անում, ինչի եք ուզում այդ ամեն ինչը փակել։
ուստեղ պետքա իրար հետ պետքա մտածենք, անկեղծ եմ ասում։ Այստեղ մենք մի ուղղություն էլ կա, որի վրա աշխատում ենք, պարոն վարչապետ, օրինակ մի հարթակ կա, թեմուն, նոր թեմուի մասին ենք խոսում։ որը հաստատի Ես լացի գովազդ ենք անում լրացուցի։ Ինքը հնարավորություն տալիս է, ինքը ունի հնարավորություն մեր երկրում վաճառք անել, բայց մեր արտադրողները, օրինակ, թերեք այս կոշիկը Հայաստանում արտադրվել, Հա, հիշեցի ձեր նամակը։ Այո, ինքը հնարավորություն չի տալիս, որպեսզի սա դնենք այդ կայքում ու վաճառենք։ Ու հիմա մենք իրենց հետ աշխատում ենք, ժամանակացույց ունենք, ըստ այդ ժամանակացույցի նախնական պլանավորված որ սեպտեմբերից պետք է կարողանանք նաև մենք այնտեղ վաճառք անենք, փորձնական վաճառք, հետո արդեն անցնենք ամբողջական ծավալի, որովհետև ըստ էության այդ process-ներին շատ դժվար է դիմադրել, այսինքն թվայնացում ենք գալիս է մեր տունը մտնում եւ հնարավոր չի դիմադրել, պետք է փորձենք դրանց օգուտներից։ Այսինքն մեր մտածածներն է, որ մենք ասենք լավ մեր երկրում վաճառք եք անում, ուրեմն մեր երկրի արտադրանքի վաճառք էլ արեք ձեր ցանցերի մեջ։ Իհարկե իրանք գլոբալ ցանցեր են, իրանց հետ խոսալը եւ հարաբերվելը տենց հեշտ չի, բայց այո, հիմա հենց առաջի բանը պան Պապոյանից խոսակցությունը որ ասում է մարդիկ ինձ նամակ էին գրել, ես այդ նամակը վերահասցրել եմ, ասեի քննարկեք, տեսնեք ինչ լուծումներ ունեք եւ այդ կարգի մտքեր են գեներացվել։ Ամեն դեպքում այս խանութից դուք այնտեղ եք Ես նվիրեմ ձեր գործերին հաջողություն։ Լավ առևտուր եմ ցանկանում։ Հելեն։ Ես քեզ։ Печенье. Տխմած կալա։ Չես ուզում։ Ես սրանից նվիրեմ քեզ։ Սրանից ուզում ես։ Ինչ։ Իմ պատենը։ Չեմ հասկանում։ Նա Իմ պատենը։ Չգիտեմ։ չեմ հասկանում ինչի՞ց է։ Դեսել վերջ։ Էս պապային տանք։ Ով է պապան։ Պարոն վարչապետ, երկու կարևոր հարց ունեմ։ Եկեք գնանք այնտեղ խոսենք։ Ես գյուղատնտեսությունով եմ զբաղվում 6 տարեկան, 25 տարի է։ Աջերմանում եք ծնվել մեծացել։ Չէ, երասխտյով։ Ուրեմն 25 տարի է ես ծառներ եմ աճացնում, մոտավորապես մի քանի հազար պտղատու այգի ունեմ։ Ուրեմն մեր հողատարածքում կան վարձակալական հողատարածքներ, ու այդ վարձակալական հողատարածքները սեփականաշնորհելու համար արժեքը շատ բարձրացել է։ Առաջ 400,000 դրամ էր մոտավորը, քիչ բարձրացել է, հիմա հեկտարը դարձել է մինչև 8,800,000 դրամ։ Հիմա ես ունեմ հողակտոր, որը որ սեփականաշնորհելու համար 30 քանի միլիոն դրամ է լինում, բայց մինչև այդ երբ որ արժեքը ցածր էր, համայնքապետը թույլ չտվեց սեփականաշնորհել, ասեց որ թույլ չեմ տա։ Հիմա արժեքը բարձրացել է, ես այդ հնարավորությունը Ես անկեղծ ասեմ, այդ ամենում ես եմ մեղավոր, ինչի։ Որովհետև երբ որ մենք մի պահ տեսանք, որ համայնքներում հողեր են անընդհատ օտարվում չնչին գներով, չնչին խայտառակ գներով, խայտառակ ուղղակի, որ նայում են, մի X պայծ վետո դրեցինք մենք այդ process-ի վրա եւ ասցինք, որ պետքա շուկայական գնահատված արժեքով օտարվեն այդ հողերը։ Հիմա ես դες հասկանում եմ, ինչ որ առումով դուք կարաք ասեք, որ անարդարություն է տեղի ունեցել, որտեղ ձեզնից առաջ լիքը մարդ կոպեկներով հողերը ձեռքաբերե, հենց որ եկել է ձեր հերթը, մեկ էլ երկիրը հիշելա, որ բա այսինչ գներով են հողերը վաճառվում։ Բայց հիմա էս է դրվել։ Բայց սենց մի բան ասեմ, ժամանակին մեզ թույլ չեն տվել։ Բարձրանա, որոշ չափով բարձրանա, բայց ես 25 տարի այդ հողը մշակել եմ, քարերից ազատել եմ հարյուրավոր։ Դերեմ երկարաժամկետ վարձակալությունը պետք է ձեր դեպքում կիրառենք։ Երկարաժամկետ վարձակալություն, այսինքն ճիշտ լուծումը դա է, որ 50 տարով, 100 տարով վարձակալությունը լինի, բայց այս դեպքում է վարձակալության գներն էլ լինելու են արդեն ինչ որ իմաստով կշիռ ունեցող, հասկանում եք, այդ է լուծումը։ Լավ, կներեք։ Հետ գնալ չենք կարող։ Երկրորդ մի հարց ասեմ։ Այստեղ հողատարածք եմ ձեռք բերել Լուկաշին համայնքում, ուզում եմ տուն կառուցեմ։ Հիմա այդ տարածքում շատ տներ կան ու նենց չի քաղաքից դուրս է։ Հիմա հոսանքի ու ջրի համար մոտավորապես ինձանից $45,000 գումար են ուզում, որ հոսանք ու ջուր քաշեմ։ Հիմնական մագիստրալներից շատ է, 800 մետր է հեռավորությունը ջրի, մենակ 8 միլիոն թույլտվություն են ուզում։ Պետրոսյանը ստեղ է, չէ՞։ Հոսանքը էլի ոչինչ։
Պարոն Պետրոսյան, զրոյից բարևել ենք այսօր տեսել եք։ որոշ Զրոյից բաժանոր դառնալու համար ինչքան վճար է քաղաքացին, ինչքան վճար պետք է տա։ Ու դա կապված է հեռավորությունից հիմնական մագիստրալի հետ։ Հեռավորությունից բնակավայրի վարչական տարածքի մեջ մտնում է, թե առանձին ինչ-որ ենթակառուցվածք 200 մետր է հեռավորությունը, 3.700.000։ Դա երբ են ձեզ պատասխան։ Մոտ 2 ամիս առաջ։ Այս պահին մենք հիմա ՀՑԿ-ից աշխատում ենք, արդեն պաշտոնապես գնացել է հաշվարկները, ավելի վերջից 30-40% նվազել է։ Պատասխան չէ վստահաբար։ Իսկ ջրի հետ կապված ջրի թույլտվությունը առանց քաշելու մենակ թույլտվությունը 8 միլիոն դրամ է կազմում։ Ոնց կա, այդ ինչ ջուր է, ինչ տավալի ջուր։ Սովորական խողովակով տան համար ջուր։ Միած սովորական խմելու ջուր։ Ուղղակի թույլտվությունը մետրը 10,000 դրամ են հաշվում առանց քաշելու, ուղղակի թույլտվության մասին է խոսքը։ Բայց մի քանի միլիոն էլ ես ծախսելու եմ կարգավորում է նաև, քանի որ ենթակառուցվածքներն այն փչացնում քաշելուց ասֆալտ են քանդում, բրուշատկային քանդում։ Այդտեղ ոչ մի բան չկա, դատարկ հողեր է։ Տներ են կառուցում, բայց ասֆալտ չկա։ Կարգավորումը առանձին դեպքերով չէ, ընդհանրական արտարացում։ Հիմա գիտեք խնդիրը տեսեք ինչի մեջ է։ Այդ ամեն ինչը սահմանված է սակագներով, այդ սակագներն ենթադրում եմ հեռավորության հետ կապ ունի, որովհետև եթե տունը ասենք հիմա այստեղ ենթադրում է ենթակառուցվածքը կա, այս շենքում որ քաշելու լինեն, դա գումարը էականորեն էժան կլինի, բայց հիմա հասկացանք մենք ձեզ, որ մենք պետք է նայենք, թե ինչ հնարավորություններ ունենք այդ ամեն ինչը ավելի մատչելի դարձնելու համար։ Ես կարող եմ հետո պարզաբանել։ Դե փաստորեն հոսանքի պարագան ամենաբանն է, ամենաշատ թե քիչ ինչքան հասկացա։ Այսինքն գազի ու ջրի խնդիրն է։ Կարևորը ջուրն է։ Ջուրը 10 քանի միլիոն է կազմում քաշելով։ Բայց դե այդ նշանակում է ձեր հողամասը, այդ նշանակում է հիմնական բանից մագիստրալից մետր հեռու է։ Իմ շուրջը տներ կան կառուցած, նոր կառուցվող շատ տներ են կառուցվում հիմա այդ նոր որտեղ է թաղամասը։ Դեֆանս թաղամասի դիմացը։ Դեֆանս թաղամասի դիմացը։ Մի հատ փորձենք հասկանալ։ Իսախանյանը ուր է։ Հա, պարոն Իսախյան, մի հատ այս դեպքը մենակ եկեք ջրին հələ կենտրոնանանք։ Ինչի է, ինչքան 15 միլիոն։ 10 քանի միլիոն է կազմում քաշելով։ Մի հատ կոնտակտը վերցնենք, մի հատ կապվենք, տեսնենք ինչն է պատճառը, որ գինը այդքան է, մի հատ գնի կառուցվածքը հասկանանք։ Գազն էլ, ջուրն էլ, մի հատ։ Շատ լավ։ Փորձենք հասկանալ ինչն է։ Բայց հասկացա, որ ձեզ համար որպես պոտենցիալ ներդրողի դա, ասենք, խնդրեմ է։ Թե դա տան մասին էր, թե տուն է, բայց ուզում եմ ինքը տեսակովն հենց լինելու, որ վարձով եմ տալու։ Այդ տեսակով չկա, էլի տուրիստներ։ Ես պահը չեմ ուզում հաստեղեմ։ Ինձ կնվիրեք։ Իհարկե, հաճույքով։ Իրականում դրա թույլ կտակ, ես իմ ձեռքով պատմեմ։ Իհարկե։ Եթե այսօր թորնիկներին կհասցնեք, քանի թորնիկ ունեք։ 7 հատ ունեմ, բայց 6 հատ մեծ էստեղ չի։ Աստված։ Այսինքն 8 հատ ունեմ։ Աստված պահի ձեր բոլոր թորնիկները, շատ ուրախ եմ։ Բայց բոլորը կտակ չէ իրանց։ Իհարկե, պապահում ինչ անեմ, պապի բաժանեմ։ Շատ լավ։ Շատ ուրախ եմ, ձեզ առողջություն, դուք ժպիտ պարգևեցիք։ Ես երրորդ մաս եմ, բայց Սև Քարծու թոռ եմ։ Ուրախ եմ շատ, Երևանցի։ Այո, Երևանցի։ Մանկությունս անցել է Աչաջրում։ Շատ ուրախ եմ։ Սև քարի թոռ։ Այո, ում մանկությունը անցել է Աչաջրում, այդ շնորհակալ եմ շատ ուրախ եմ։ Ձեր թիմին շատ շնորհակալություն։ Շատ լավ։ Առողջություն ձեզ։ Բարի եղբայր։ Սամվել անունս պարոն Փաշինյան։ Շինարեմ։ Ունենք շատ մեծ խնդիր։ Որն է։ Անօրինական այդ էմիգրանտները, ներգաղթածները, արաբները, հնդիկները։ Ինչ խնդիր է։ Հայերին գործից հանում են տեխնիկապես, աշխատավարձը նրանց քիչ են տալի։ Ինչքան են տալիս։ Ասենք արաբները ու հնդիկները 10-ից 12-ով աշխատում են։ 10-ից 12-ից 1000 դրամ օրական։ Օրական, նրանց տալիս են։ Դե մենք ավելի հմուտ ենք, ավելի արհեստավարժ ենք, մեզ չեն տալիս, սպասեք, կկանչենք, կկանչենք։ Կոնկրետ ինչ արհեստ ավորեք։ Ես մեր լեզվով արմատուրշիկ, ամրանագործ։ Ու հյուսն, մեկ է պլոտիկ։ Մենք աշխատել ենք Լենինգրադյան փողոցի վրա նորակառույցներում։ Ընդեղից մեզ ինչքան ժամանակավոր աշխատանք չունեք։ Հիմա ունեմ, բայց խոսքը մենակ իմ մասին չէ, էգոիստ չլինենք, հա, իմ մասին չէ, մենակ խոսքը ընկերներ ունեն, որ հիմա տան նստած են։ Շատ լավ։ Ես դիմել եմ հարկադիրին աշխատանքի հարցը լսեցիք, պարոն Թերոսյան։ Դա այդ երկու կողմն է կա, պարոն։
Կարիք, եթե Եվ նաև ստեղի քաղաքացիները, որոնք որ կամ շատերը ուզում են, բայց ավելի բարձր։ Եվ նաև ինքնարժեքի խնդիրը կա։ նայեք 60-ից 70 հենց հիմա նամակը մոտս եմ մայլով դիմել եմ հարկադիրին, հարկայինին, ասել եմ ստեղ սենց բան կա։ Շատ լավ, եկեք հիմա պատտվենք։ Պատտվեցինք։ Դուք իմ տեղն եք, ես ձեր տեղն եմ, ես ձեզ այդ հարցով ասում եմ։ Դուք կամ հիմա կամ հետո ինչ որոշում կկայացնեիք։ Դե տես մի անգամից պարզ է, դուք բոլոր խնդիրներին չեք Չէ, նկատի ունեմ, ինչ եք ակնկալում, որ ես անեմ։ Ակնկալեմ գոնե ստիպեք գործատուներին, գոնե գրանցեն, առանց գրանցվել են աշխատում, դա պետությանն էլ է վնաս, չէ՞։ Այդ ճիշտ է։ Առանց գրանցվել ես 100% ձեր ասածը ոչ մի բանավեճի, առարկության, 100% Եթե իրանց գրանցեն, հարկերը վճարեն, միանշանակ ճիշտ է։ Կգա իրանց գումարը կկանգնի մեր ուզած գումարին։ Լրիվ 100% ճիշտ է։ Կան նամակները ցույց տան, ձևական կներեք, կներեք մինչև վերջ ասեմ, այնքան լծված եմ դատախազությունից, հարկայինից, ուր ասեք բոլոր նամակները մոտս հարկայինից զանգեցին, ձևական հանդիպեցին, բերեցի ցույց տվեցի, ասում ախի Հայաստանում այսքան արաբ ու հնդիկ կա, իրանք էլ էին զարմացել։ Բայց եկեք ազգությունների անունները նենց դրանց եմ տեսել, չէ, ես շովինիստ չեմ, ես հարգալից խոսանք ամեն դեպքում։ Իմ ընկերներն են, ես իրանց հետ ընկերությունը մեր տուն են եկել իրան։ Հա, շատ լավ։ Ես հնդիկ ընկերներ ունեմ այնտեղ, բայց որ իրանց Բայց չեն նեղվում, որտե՞ց։ Իրանք չգիտեն, իրանք էլ նեղ չունեն։ Եթե ես չեմ վախենում, նամակները բոլորը մոտս է։ Եկան ձևական օպերները տարած ցույց տվեցի, բավարար, միջոցներ են ձեռնարկում, օպերացիա են կանելու ու կորան։ Զանգեցի ասի, բա դուք եկել եք, տարա երկու էլ գործի չգնա, ձեզ ցույց տվեցի։ Դա մենք ենք որոշում երբ անենք։ Այս մարդկանց մեծ մասը աշխատանքային թույլտվությամբ չի եկել Հայաստան, որպես տուրիստ եկել մնացել։ 90%-ը։ Հիմա մենք փոխում ենք օրենսդրությունը, որպեսզի իրանք հեշտ ստանան թույլտվությունը, մգնեն դրանով զբաղվում, որպեսզի միանգամից օրինական հիմքերով գան եւ հարկերը, որտեղ գործը չի կարող։ Այսինքն մենք ձեր ասած այդ ահազանգերի հետևից որ գնացել ենք, ինչ ենք բարձել։ Բարձել ենք, որ շատ դեպքերում օտարերկրացիների աշխատանքի թույլտվություն ստանալու բարդություններն են պատճառը, գործատուն ոչ թե չի ուզում գրանցի, այլ օրենսդրությամբ ինքը պետքա աշխատողը նախ թույլտվություն ստանա, նոր գրանցի։ Հիմա պարոն Թորոսյանն ասում է մենք գնում ենք աշխատանքի թույլտվություն ստանալու կարգերը հեշտացնենք, որ այն գործատուները, որ այդ պատճառով չեն գրանցում, կարողանան գրանցել։ Իմ խնդիրը ես չեմ ցանկանում, որ դուք իրան գրանցեք կամ չգրանցեք, իմ խնդիրն է, որ նենց անեք գոնե մեր քաղաքացիների աշխատանքը ապահովեք նոր մնացածին, դա տրամաբանական է, ինչ որ օրենք պետք է լինի, չէ՞, սկզբից քոնի հարգելիս, չէ, տրամաբանական չի։ Ասեք թող իրան գան աշխատեն, մենք չաշխատենք։ Ասենք եթե իրենք ստվերից դուրս գան, ձեր իրանց աշխատավարձերն կբարձրանան, մրցունակ կլինի։ Այո։ Դա մեկն է, ձևերից մեկն է։ Դրսում աշխատող ձևերից մեկն է։ Հարգելիս, տեսեք, այդ երբ որ մենք այդ ուղղությամբ ամեն ինչը բալանսի վրա է։ Շինարարական համայնքի ներդրողները հավաքվում են գալիս, ասում են հիմա որ դուք այդ միջոցները ձեռնարկում եք, մեր մոտ աշխատավարձերը կներեք ուռում են եւ մեր ընկերությունները չեն կարողալու աշխատել, սնանկանալու են եւ հիմա եթե դուք ուզում եք 100 հատ աշխատատեղ բացեք մեր քաղաքացիների համար, այդ ճանապարհով որ մեր վրա ճնշում գործադրեք, հազարավոր աշխատատեղեր մեր քաղաքացիների համար փակվելու են, որովհետեւ մենք այդքան չենք կարողանալու պահենք եւ սնանկանալու։ Չեմ հասկանում տրավաբանությունը, եթե մեր համար աշխատանք բացեն, իրանց աշխատատեղերը տեսեք։ Դրսից եկած աշխատուժը ձեր ասածով էլ ավելի էժան է։ Այո։ Եթե խոսում ենք մեծ շինարարական կամպանիաների մասին, մենք պետք է հասկանանք, որ խոսքը ոչ թե 1, 2, 3, 4, այլ հարյուրավոր, երբեմն հազարավոր աշխատողների մասին է։ Այդ հազարավոր աշխատողների դեպքում 5000 դրամ այս կողմ են կողմը մի ընկերության համար բյուջեում տարեկան դառնում է շատ էական տող։ Հիմա իրանք ասում են մենք տեղացիներին էլ ենք ընդունում, դրսեցիներին էլ ենք ընդունում, ընենց որ տեղավորվենք մեր բյուջեի մոտ։ Հիմա երբ որ դուք ձեր ազգանունն ի՞նչ է։ Առաքելյան։ Պարոն Առաքելյանի եւ մյուսների հորդորով փակում եք դրսից եկող էժան աշխատուժի ճանապարհը, մենք ստիպված մեր աշխատավարձային ֆոնդը բարձրանում է եւ մենք մեր բյուջետային լիմիտներից դուրս ենք գալիս եւ մեր ընկերությունները կանգնում են սնանկության խնդրի առաջ։ Հիմա ինչ որ հա տերմիններով ես չեմ հասկանում, ասենք այդ տերմինների մեծ մասը, հա։ Մենակ գինը չի։ Այդ մարդիկ բազմապես չեն ունենա աշխատող։
Այդ 50000, 40-ից 50000։ Եվ էլ չեմ ասում, որ ներողություն։ Էլ չեմ ասում, որ այսօր ներողություն։ Պարոն Առաքելյան, մի րոպե էլի։ Էլ չեմ ասում, որ այսօր հազարավոր թափուր աշխատատեղեր կան, հազարավոր։ Հիմա օրինակ երեք ցանկ մեր պետական պարոն Խուդացյան, մենք շինհրապարակներում աշխատուժի խնդիր ունենք, թե չունենք։ Բոլոր շինարարները։ Հիմա կարող եք ձեր ընկերների կոորդինատները տան, փորձենք մի շաբաթվա մեջ, եթե չընդունենք, չկարողանանք իրանց կոնկրետ շինարարության մեջ աշխատանք առաջարկել, զանգենք ձեզ, ասենք դուք ճիշտ եք ասում։ Հենց հիմա ինձ տեղավորեք, ես իմ կոորդինատները թողեմ ինձ տեղավորեք։ Բայց աշխատանք ունենք։ Նայեք, հիմա այս աշխատում 10000 դրամ որական։ Ինչ եք աշխատում 10000 դրամ։ Ինչքանով եք ուզում աշխատեք, բա։ Միջինգինը գոնե 13-ից 14000 գոնե, որ դու էդի պատկերացնում ես, ինչ աշխատանք։ Ձեր կոորդինատը հələ տվեք, տենան կարողանանք ձեզ տեղավոր։ Տվեք, պարոն Իսախանյան։ Գրած չունեմ։ Մի հատ իր հեռախոսի համարը վերցրեք, կփոխանցեք պարոն Խուդացյանին։ Պարոն Խուդացյան, բայց հետո հրապարակային պետք է այս հարցին պատասխանենք։ Կարողացանք ձեր ընտրական հանձնաժողովի նախագահ եմ լինելու ես։ Գոնե անդամ, ես արդեն նենցա որ Բայց մի հատ էլ աշխատատեղ է տա, է։ Հա, դա մի օր, լավ, մի օր ասենք 20000-ը ստացա, 3 օր։ Կոորդինատը գրեք, կփոխանցեք պարոն Խուդացյանին։ 12000-ը նորմալ է։ Դե նորմալ է, նայեք, հիմա 10-ով եմ աշխատում, էլի նորմալ է, քանի Մեզ հետաքրքիր է, մենք ինչ պետք է անենք գործողությունը, պետք է շուկան ուսումնասիրենք։ Այո, շուկան Եվ տեսնենք ձեր ուզած աշխատանք այսօր մեր բազաներում թափուր կա թե չկա։ Հենց որ տենան կա, ձեզ զանգենք, ասենք ստեղ կա։ Բայց խոսքը մենակ իմ մասին, Լավ, բայց եսի մասին։ օրինակի վրա։ Տեսնենք ձեզ, եթե ձեզ համար կա, հետո ձեր ընկերոջ, մյուս ընկերոջ։ Շատ լավ, բարեկամներով, բարեկամներով հստակ է։ Սպասեք մի հատ էլ ես նկարում, Այսքան զրուցեցինք, մի հատ էլ ես դες սրանից նվիրեմ, եթե դեմ չեք։ Առաքելյան ձեր անունը։ Սամվել։ 094 Մերսի։ Ինչ անունը։ 44 Ինչով ես բանում։ Կլարնետ եմ նվագում։ Ահա շատ ապրես։ Լավ ես, ինչքան ես պարապում օրական։ 2 ժամից ավելի։ Շատ ապրես, շատ ապրես։ Խնդրեմ կնկարեք հեռախոսով։ Բարև եղբայր։ Նկարվենք պարոն Վարդապետ։ Հաճույքով, այսքան կարևոր խոսակցությունից հետո ոնց չնկարվենք, սենց անենք, որ էս էլ երևա։ Ուրախ եմ, պարոն Առաքելյան։ Ու դա շատ կարևոր խնդիր է, պարոն Փաշինյանը։ Միանշանակ, Հիմնովին պետք է լուծի, որտեղ իմ համար լուծում։ Եկեք հələ կոնկրետ այս թելի ծայրը բռնենք, կծկենք, հələ տեսնենք։ Շնորհակալություն։ Իհարկե։ Բարև ձեզ։ Հաճույքով։ Մի հատ երեխեքը առաջնահերթություն ունի։ Ինչ անունդ։ Մարիա։ Ապրես Մարիա ջան։ Բանն ինչ է։ Արմեն։ Ապրես Արմեն։ Գերազանց սովորում են մեր։ Բայց շատ ապրեք, շատ ապրեք։ Տեսակ ինչ ծավալ, ավերեցիկ ծավալ։ Սրտի կարեք գալ։ Էս ինչ է, այնոր էս էլ է։ Այնոր վայն երեխեն էլ է սենց ան։ Հա։ Սենց։ Դեք ժիրի վերգուչիս։ Ես եմ շնորհակալ։ Հա, երեխեք, հələ սպասեք, ձեզ էլի բանն ենք տալու։ Էս էլ քեզ։ Մի հատ այդ բանից էլ։ Սրանից էլ նվիրեմ։ Ահա, էս էլ քեզ։ Բայ։ Ահա։ Միքայելն է, սա շատ ապրես Միքայել ջան, համեցեք եղբայր։ Հազիվ նախ բարևում եմ ցավատամ 5-րդ մասիներից ես դու ես։ Այո, ճիշտ է։ Հազիվ այն վաղտով ուներան կլինեն, այսպես չէր կարող ժողովը, վերևից ավտոմատներով, սենսա։ Նու հիմա էլ ավտոմատներով մարդիկ կանեն, չի որ չկարում հասնել։ Կարող մարդ մոտի կան։ Այդ ուրիշ բան։ Այն ձև են կանեն, դրանք հետ չի գա։ Դրանք հետ եկան մեզ ուտելու։ Դուք պետք է որոշեք, եղբայր, դուք պետք է որոշեք։ Դուք պետք է որոշեք։ Մուսկուլով ընդեսաղ ես։ Մեր մոտ է մուսկուլով տղեր կանեն, չէ, դե մուսկուլները ուրիշ մուսկուլ է։ Հասկացանք իրար, շնորհակալ։ Մի րոպե, եթե դեմ չեք, իմ ձեռով փակցնեմ։ Շնորհակալ եմ, եղբայր, շնորհակալ։ Մեկ էլ մատ բան ասեմ, ես աշխատում առողջապահարակում, շատ հարգում եմ իրաց։ Ես մի տարի աշխատում եմ, մեկ մտահել է, հիմա գրանցումն է, մտե պրոբլեմ էլի, որ գրանցվեմ, ասենք օրինական լինեմ։
Այսին իր վրա ենք սախորը։ Չէ, ինչքան աշխատավարձը։ Դե աշխատավարձը հանվոր։ Չէ, գոնե մի, հա? 9000։ Ուզում եմ հասկանամ գրանցվեք եւ առողջության ապահովագրության շահառուել լինեք, էլի։ Էդ էլ կլինի 10000-ով կլինի։ Հիմա սեքնդի բանը ընկերության անունը նախ իրանց բաներն էլի վնասն ասենք։ Մարդիկ լավ մարդիկ են։ Դե պրոստը իր վրա Դուք պետք է խոսաք ուրեմն իրանց հետ։ Մանավանդ տեսան, որ ինձ ասեցիք, եթերում էլ ասցիք, գնացեք ասեք, որ Չէ, դի բիդի անջատ։ Դե արդեն գնացել է, չենք կարող, ինչ անենք։ Հարգում եմ իրենց։ Գնացեք ասեք, ձեր իրավունքն է, թող գնացեք։ Եթե անկած խնդիր կլինի հեռախոսի համարը վերցրու, եթե խնդիր կլինի, մարդիկ չեն որ խնդիր լինի, բայց ամեն դեպքում եթե խնդիր լինի կզանգեք քո համարը դու իրան, եթե խնդիր դժվար է խնդիր լինի, բայց շատ լավ, գնացեք։ Բարև եք ձեզ։ Լավ եք։ Հա, համեցեք։ Ուրեմն իմ կինը 2 տարի առաջ վիրահատվել է, ստամոքսը հեռացել են։ Նորմալ է, բժշկական այդ բանը նշանակեցին երկրորդ կարգ։ Հիմա վատ է, շատ վատ է, պարկատավորոց բանը կանում։ Բանը, կարգը փոխել են երկրորդ կարգ, չգիտեմ, ինքնստինքյան փոխվել է։ Չկա ոչ մի բան, մենակ 1500 դրամ է տարբերությունը բանի։ Ծառայություններից բոլորը ձևով։ Այսինքն նույն ծառայություններից է ապահովությունը, ամբողջության բավարար։ Առողջությունը դրանց խնդիր չկա։ Բարձրացնում են։ 10000, այսինքն 1500 դրամի տարբերություն է ամբողջի մեջ։ Երկրորդը երրորդ կարգի մեջ։ Եվ դա օբյեկտիվ է արում, կախված բառով։ Հա, նկատի ունեմ շահագրգռություն չկա, էլի կարևորը առողջությունը։ Շնորհակալություն ցավոքում։ Լավ եք, առողջ եղեք։ Բարև ձեզ։ Սիրելի վարչապետ, շնորհակալ եք, որ այս դժվարին դժոխային փորձությունը ձեզ բաժին ընկավ։ Դուք եք այս Հայաստանի համար ընտրված անոթը, մենք կանգնած ենք աղոթքներով, դուք եք գիտենք եւ աղոթներով եւ ձեր գործերով։ Աստված օրհնի։ Բարև եղեք։ Հաջողություն ձեր գործերին։ Ես քեզ եղբայր։ Շնորհակալություն։ Նկարվենք։ Շնորհակալություն։ Ում չբարևեցինք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Հա, իհարկե, բարև ձեզ։ Ինչ անունդ։ Ռուզաննա։ Ապրես Ռուզաննա։ Հագնվիրեմ քեզ սրանից։ Այ սենց։ Պարոն Փաշինյան, շնորհակալություն խաղաղություն Հայաստանում հաստատելու համար։ Բարև եղբայր, լավ եք։ Այսօր մեր ընդհանուր ընկերոջ Դավիթ Մատեոսյան եք։ Դավիթ։ Հա։ Իրանք զոհվել են մեր խաղաղությունը համար։ Մեղրի Դավիթի։ Հա։ Հա, չգիտեմ։ Մի առաջարկ բան այս անգամ ընտրվելուց խնդրում եմ այնպիսի կարգավորումներ անել այս օլիգարխիկ համակարգը իսպար վերանալ։ Եղբայր, տեսեք, այդտեղ մի հատ նրբություն կա, էլի։ Ընդհանրապես, այո, երբեմն իրավիճակներն լինում, մեզ թվում է, թե կա մի հատիկ գործողություն, այդ մի հատիկ գործողություն անում ես, որ այդ հարցը լուծվում է։ Իրականում դա գործողությունների շարք է։ Սահմանադրության կարգավորումները այնպես անենք, որ սրանք թպրտալու տեղ չունեն էլի։ Այդ դրել կախված է սահմանադրություն։ Այո, համաձայն սահմանադրություն։ Դրա համար ուզում ենք Հա, իհարկե։ Դրա համար նաև նոր սահմանադրության ընդունումը շատ կարևորում ենք եւ հույս ունենք, որ մեր ժողովուրդը այդ հարցին, հա, էս էլ քեզ։ Այդ հարցին ըմբռնումով կվերաբերվի։ Շնորհակալ եմ։ Լավ եղեք, շնորհակալ ենք ամեն ինչ։ Դուք երրորդ մաս եք ապրում, ստե եք ապրում։ Չէ, նայեցի եկա, չարբա։ Նայեցիք եկա։ Այ քեզ։ Լավ է, ստեսություն։ Ուզում եմ ձեր ձեռքով։ Հաճույքով, շատ մեծ հաճույքով։ Շնորհակալ եմ շատ Մարինե Բաղդասարյանն եմ, իստում արդեն ճանաչեցիք։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Լավ, դուք ոնց եք։ Լավ եք, շնորհակալություն։ Նա թերախոսը։ Մի րոպե նվիրեմ սրանից։ Բանից երեք վզնոցից ավելի հարմար կլինի։ Էսա կնկարվենք։ 18 թվին եմ հետդ քայլել։ Ուրախ եմ շատ, շնորհակալ եմ։ Նկարեք մի հատ։ Իմ վարչապետի հետ։
Շատ գոհ, մեր տնից 8 հոգի կուտս են ընտրելու ենք։ Ես էլ Իջևանի, Սևքարի հարսեր, Ենոքավանի հարսեր։ Իսկ Երևանում եք ապրում։ Այո, Չարբախի մետրոյով եկա։ Իհարկե կարելի է։ Իզի շատ շուտ եմ ճանաչում։ Շնորհակալ եմ եղբայր։ Շատ հաճելի է։ Բարև եղբայր։ Իհարկե։ Մի հատ մի րոպե այս բանից նվիրեմ, եթե դեմ չեք։ Իհարկե ոչ։ Մի րոպե, ես իմ ձեռով փակցնեմ, էլի։ Ես էլ նկարեք էլի։ Շատ մերսի, ամենայն բարիք ձեզ։ Լավ է։ Իհարկե, իհարկե։ Բարև ձեզ մամիկա։ Դուք եք չէ Շենգավիթի բնակիչ եք մեր։ Բարև եղբայր։ Լավ, դուք ո՞նց եք զգուշ։ Զգուշ։ Ո՞նց են գործերը։ Արևային բան համակարգում գործողություններ ունեն, մեր գրողներ ունեն, էլի։ Ահա։ Նոր Պարոն Խուդացյանին ասեցի։ Մեծ մասշտաբի գործեր են։ Կարևոր պարոն Խուդացյանին ասել եք։ Հա։ Ինչա պետք անել։ Արագացիք էլի։ Դե Խուդացյանին ասել եք ինքը կանի, ամեն ինչ կանի։ Բարև եղբայր, լավ է։ Ոնց են գործերը։ Այն օր լավ անցավ։ Շատ։ Պարոն Ավինյան, այն օր լավ անցավ պրեմիերա։ Պրեմիերա էր, չէ։ Պրեմիերան չէր, բաներն էին տալիս, պարոն վարչապետ, իրանց շնորհակալություն։ Պրեմիերան եղել է։ Պրեմիերան եղել է։ Երբ է եղել։ Բոլոր տոմսերը միշտ վաճառվում էր։ Մի երկու։ Ես գիտեի, Հիմա պայացներն է, պրեմիերամ 27։ Այդ օրը իրանց պարգևատրման։ Հա, հասկացա, հասկացա։ Հասկացա։ Բարև ձեզ։ Լավ եք։ Ոնց են գործերը։ Ոչինչ նորմալ։ Առաջ գնում է։ Բանի on-line հարթակները ձեզ համար խնդրեմ չեն ստեղծում։ Չէ։ Ձեզ գործի սպეციფიკայից է երևի։ Լավ է։ Ես եմ շնորհակալ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, դուք ես ձեր աջակիցն եմ, երկու հարց ունեմ, կարող եմ տալ։ Խնդրում եմ վարկերի հարցը, տուշտուգանքները, վարկային կազմակերպությունների, ահավոր է ուղղակի։ Հիմա տեսեք մենք ինչ ենք անում։ Մենք հիմա աշխատում ենք հետևյալի վրա եւ առաջիկայում բանկային համակարգի հետ աշխատելով մենք կփորձենք այնպես անել, որ վարկերի տոկոսները նվազեն։ Երկրորդը, վերջերս մենք որոշում կենտրոնական բանկի ջանքերով եւ մեր խնդրանքով նաեւ պոստտերմինալների միջնորդավճարները մինչեւ 1%, 0.5-ից 1%-ով նվազեցին, որ անկանխիկ առևտրի դեպքում պոստտերմինալները։ Ձեր հարցը բայց վերաբերվում էր վաղուց շատ վերցրած այդ գլոբալ կրեդիտ, գուդ կրեդիտ, դրանք ուղղակի ահավոր են վարկային կազմակերպությունները։ Դու վերցնում ես 100,000 եւ իրանց վճարում ես միլիոնից ավել գումար։ Դա ես իմ փորձից եմ էլի ասում։ Ու ահավոր է։ Բայց այդ կազմակերպությունների անունները չեմ լսել ես։ Գուդ կրեդիտ, Հիմիկա ոնց չկան, այո, մոգո, այ դրանցա։ Ահավոր է, չեք պատկերացնում։ Որ հետևում պայման պայմանագրի քաղաքացին գրում է, որ գիտակցում են, որ իրական տոկոսադրույքը ենթադրենք 92%, օրինական 62%, որովհետև կան քաղաքացիներ, որոնց օրինակ բանկերը չեն ֆինանսավորում ցածր տոկոսադրույքով, բայց իրենք երբ որ գրում են, դրանով ըստ էության հավաստիանում են, որ իրենք տեղեկացված են, որ բարձր տոկոսադրույք։ Մենք չենք տեղեկացված լինում, մենք դա չենք անում։ Մենք հիմա, հասկանում եք, մենք վերցնում ենք ստորագրումը ու գնում ենք։ Հիմա տենց որ ասում եք, ես գլուխ չգովամ, հիմա ասենք ենթադրենք, հա, այս էլի մի քանի սպառողական վարկեր են վերցրել, դե էլի թղթերը բերել են, որ անկեղծ ասեմ, չեմ կարդացել, բերել են, ստորագրել են։ Սպառնում են, գիտեք, զանգահարում են։ Որ մարդը իրա ձեռով գրի, որ ես գիտակցում եմ, որ իրավիճակը սենց է, որովհետև մենք կարանք չկարդանք, Արդեն գրում եք։ Բա ինչ է համաձայն եմ ստորագրում։ Դա ենք առաջ չի եղել նման բան, առաջ չի եղել։ Չեն խնդրել, որ դուք գրեք։ Հա, կարող եմ տեղը հետել եմ։ Չի եղել ուղղակի նման բան, կարող է հիմա է ասել։ Հիմա կա, հիմա օրենքով տենց է։ Ուղղակի խնդրանք, էլի, եթե կարող եք, ոչ ոք չի խուսափում վճարելուց, բայց տենց տուշտուգանք։ Խնդրանքը ի՞նչն է։ Վճարենք, բայց այդ տուշտուգանքները հանեն գոնե, այդքան տուշտուգանքներ ո՞նց կարելի է։ Ինչքան է ձեր տուշտուգանքը։ Նո, ինձ մոտ ես չեմ ասում շատ է, բայց ես վերցրել եմ 300,000, հիմա դարձել է 1,200,000։ Դա նորմալ չի, հասկանում եք։ Ու նամանավանդ վճարել եմ, նենց չի, որ ես չեմ վճարել։
կորոնայի ժամանակ չեմ վճարումներ կատարել։ Հա, դա այդ ժամանակ չեմ վճարել, բայց նոր գնում եմ հարկատից դարձել է 1.200.000 դրամ։ Դա նորմալ չի։ Հասկանում եք, նենցա որ գրանցվող աշխատող չեմ ու չեմ այսինքն 300.000, 300.000 գումար եմ վերցել, դարձել է 1.200.000։ Իսկ հիմա մենք չենք կարող վճարել եմ շատ, այո, մի րոպե կներեք, մենք չենք կարող հələ ասենք մի հատ վերցնել տվյալներ այն գումարների, որոնք ենթադրենք 3 եւ ավել անգամ բան են, աճ են ունեցել։ Մի հատ, հա? Հա, չէ դա անհուսալի չի, սպասարկում ամառը։ Այսինքն ես ասում եմ կորոնայի ժամանակից չեմ վճարել։ Ինչ կա։ Շատ լավ, ես հասկացած եմ։ Խնդրում եմ այդ հարցը եւ ուզում եմ որ նվիրեք ինձ այդ ձեր բաներից, եթե մի հատ կարելի է ես իմ ձեռքով։ Իհարկե, մի հատ էլ ամուսնուս եմ տանելու։ Հաճույք։ Ես էլ ձեր ամուսնու։ Շնորհակալ եմ շատ, մենք ձեր աջակիցն ենք։ Ես ձեզ շատ թարգում եմ, սիրում եմ, միշտ ձեզ գովում եմ, գրում եմ ձեր համար։ Նվիրեմ ձեզ մի հատ սրանից։ Շնորհակալ եմ։ Աստված երկար կյանք, առողջություն։ Պարոն Թորոսյան, ես գիտեք ինչ նկատի ունեմ։ Ասենք օրինակ պետքա ուղղակի մի հատ պետքա կենտրոնական բանկի հետ խոսալ։ Ասենք օրինակ մի բանաձևով, երբ որ նախնական մայր գումարը, ասենք անգամներով ընդհանուր ծավալը աճել է, որովհետև հասկանանք ինչն է պատճառը, ես հələ չեմ ասում որևէ բան անենք, բայց մի հատ վերլուծություն անենք, հələ հասկանանք իսկ այդտեղ քանի տոկոսն է, որ մարդիկ վճարել են, եւ մեկ ելիք սպահի հասկացել են, որ իրանք չեն ֆիքսել, թե դա ինչքան բարձր տոկոս է, էլի, գուցե զուգահեռ այդ մեխանիզմները խստացնելով, գուցե նաև ինչ որ մի կարգավ տոկոսադրույքի բացահայտման ախր հիմա տեսեք որտեղ թաքնված բանը դե դուժ բարավարչ չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մայր գումարը չի կարող գերազանցի վերջնական կրկնակին բայց իրենք եռակին էլ է գերազանցում որովհետև ասում են դե դու պայմանագրով ստորագրել ես հա բայց օրենք կա եթե գերազանցումը կրկնակին նույնիսկ քրեական պատասխանատվություն Տիկի մանավազան ինձ թվում է արժի հանձնաժողովում մի հատ այս թեմայով քննարկում անել, ընդ որում կարելի է առանց լուսաբանման անել, որ ժողովուրդը գան հանգիստ, կողմերը հանգիստ նստեն առանց լրացուցիչ նյարդի, առանց բանի, հատ քննարկել հասկանալ, էլի, որտեղ այդ խնդրեմը շատ կա։ Հիմա բանկային կարգում էլ այդ բանը, որ քննարկում ենք, ինչ են ասում, որ ասում ենք ժողովուրդ լավ, այս ինչ տոկոս է, բայց ասում են կան մարդիկ ժամանակին 2018 թվին, այս էլ է այդ բաներից, ես ուզում եմ նաև դուք պատկերացնեք մեր աշխատանքը ոնց է գնում, ասենք 18 թվից այդ բողոքների, այդ տպավորությունների տակ, ես առաջին գործողություններից մեկը հավաքել եմ, հրավիրել եմ, ասել եմ ժողովուրդ գնացեք գտեք, այս ասենք 25% եւ այլն, բարձր տոկոս, այս դադարեցրեք, փակեք, արգելում եմ, չեմ թույլ տալիս։ Վերջը գնացել քննարկել են, եկել են մի փաստարկով, որի առաջ ես նահանջել եմ։ Ինչ են ասում են, բայց մարդիկ կա, որոնք ասենք գալիս են, օրինակ մարդ կա, գալիս է 2 օրով, իրան շտապ փող է պետք, 2 օրով վերցնում է այդ փողը, հետո բերում է 2 օր հետ է տալիս, 3 օր։ Գրավի վարկերը միշտ թանկ են։ Հա, չէ, ասում է, ինչ է ասում, ասում է, որ այդ փակենք, այդ մարդիկ բանկերից չեն կարողանալու վարկ վերցնել եւ իրանց համար խնդրեմ ենք ստեղծելու, իրանք գնալու են վաշխառուների ձեռն են ընկնելու եւ չէ, իրանք տեսեք, իրանք վաշխառու են, եթե գլոբալ կրեդիտը ամենաառաջին տեսեք, իրանք վաշխառու են, բայց տեսեք, իրանք օրինական դաշտում են։ Հիմա մենք կարանք ձեզ հետ քննարկենք, կարանք իրանց է հրավիրենք ազգային ժողով ձեզ է հրավիրենք, այն դեպքում չենք կարա դա անենք, որտեղ մարդը կասի ես չգիտեմ այդ ինչա եւ այլն։ Այսինքն բոլոր դեպքերում այդ փաստարկը, այդ կարգի կազմակերպություններում նույնիսկ շատ բարձր տոկոսներով ասում ժողովուրդ էս ինչ տոկոս է։ Ասում են, բայց լիքը մարդու դա պետք է, որովհետեւ մի օրով, 2 օրով փող է պետք իրան, գալիս է փողը վերցնում է, 2 օր բերում է հետա տալիս եւ այդ բարձր տոկոսը վճարում է։ Կարող եմ մեկ օրինակ էլ բերել։ Համեցեք։ Օրինակ այն քաղաքացիները, որոնք որ բանկերում ունեն լավ վարկային պատմություն, շատ հաճախ շատ հաճախ Չէ, բայց եթե ասում եմ մարդուն պետք է ուզում է վերցնել իրան եւ բանկերի դեպքում
Եվ բանկերը, օրինակ, տալիս են սպառողական վարկ, ասենք 17-18%-ով։ Այդ մարդիկ չեն կարող բանկից ստանալ 17-18%, որովհետև օրինակ սև ցուցակում է։ Այս ձեր ասած ընկերությունը ասում է, չնայած այն հանգամանքին, որ դու գրավ չունես, չնայած այն հանգամանքին, որ որ դու չեք աշխատում, ներողություն։ Կներեք, դա գիտեք ինչ են ասում, իրանք ֆինանսական ոլորտի աշխատողները ֆինանսական ոլորտի աշխատողները դա ասում են, դրան անվանում են ռիսկի բան, ռիսկի գին են դա գնահատում, այսինքն այդ ավել տոկոսը ռիսկի գինն է, այսինքն ինչքան վարկառուն ռիսկային է, որ չի վերադարձնի, այնքան տոկոսը մեծանում է, այս սև ցուցակում են իրանք եւ այլն, եւ իրենց ոչ մեկ չի տալիս վարկու գումար։ Եվ հայտնվում է մեկը, ասում է, չնայած այն հանգամանքին, որ ճիշտ է տոկոսից բարձր, բայց ես քեզ կտամ վարկ, դու մարդը ընտրում ես։ Մենք պայմանավորվեցինք հետևյալ, Տիկին Մանավազյանը ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ է։ Ֆաստ բանկն է, ոսկի ես դնում, ինքը ներողություն, ձեր ազգանն Կրիստինե Վարդանյան։ Տիկին Վարդանյան, տեսեք, մենք կհրավիրենք առանց լուսաբանելու, առանց բանի, մատ հանգիստ նստենք, կազմակերպություններին է հրավիրենք, ձեզ է հրավիրենք, մատ հանգիստ նստենք, տենանք ինչ լուծումներ կա, որ կարող ենք այդ խնդիրը լուծել։ Շատ մեծ սիրով, շատ շնորհակալ եմ։ Իմ խնդրանքն է, որ դուք պարտավոր եք վերընտրվելու, որովհետև գայլերի ոհմակը սպասում է ձեր չընտրվելուն։ Իմացեք ժողովրդին անտեստ չթողնեք։ Տեսեք, իմ ընտրվելը, մեր ընտրվելը կախված է բացառապես ձեզանից։ Մենք ուրիշ լծակ չունենք, քան Հայաստանի։ Բայց էլի իրանց ոնց ասեմ, աղվեսային գործողություններով ժողովրդին ամեն ինչ կանենք հիասթափացնեն ձեզանից բաներ կա, որ պետքա դուք էլ չթողնեք, որ անեն։ Համաձայն եմ, նվիրեմ սրանից ձեզ մի հատ։ Էդ ի՞նչ է։ Հայաստանի քարտեզը։ Շնորհակալ եմ շատ։ Անպայման մենք համոզված եղեք մեզնից կախված ամեն ինչը մենք կանենք։ Բարև ձեզ։ Աստված քեզ երկար կյանք տա։ Շնորհակալ եմ, հայրիկին։ Շնորհակալ եմ։ Լավ եք։ Լավ եք։ Ես ձեզ։ Միշտ ես մնա, ժողովուրդը կողքը մնա։ Ես քանի անգամ կրվի մեջ եմ ընկել։ Ձեր պատճառով էլի։ Բայց թե Ղարաբաղից եք հայրիկին։ Ես Ղարաբաղից եմ, Բաքուից եմ։ Շենը փախստական։ Հա, եղավ։ Բաքու փախստական։ Շատ լավ։ Շնորհակալ եմ շատ շնորհակալ։ Միշտ այդպես էլ եղա։ Շնորհակալ եմ, Շատ ժողովրդի կողքինից պիտի միշտ լինես դեր։ Տեղյակ եք, չէ՞ որ դուք առողջության ապահովագրության շահառու եք։ Ես ամեն ինչ ծիրիմ։ Շատ ապրեք։ Ծիրիմ։ Հայկական лекарствական, լրիվ ծիրիմ ստան։ Շատ լավ, առողջ եղեք։ Շատ շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Ճիշտ աջ կողմ, ձախ կողմ։ Շնորհակալ եմ շատ։ Հաստա բանը դուք վերցրեք։ Իհարկե, ինչ անում։ Եվա ջան, իհարկե։ Մի րոպե էս քեզ։ Շնորհակալություն։ Կապիկներ։ Մերսի շատ։ Էս էլ, դուն ես արդեն։ Էս ինչ ընկավ։ Արեք այս որակի խնդիր ունի, այդպես։ Շատ է դեպքում իր ռեակցիա է տալիս։ Էս էլ քեզ թխված կա։ Հաճույքով։ Շնորհակալություն։ Լավ եք, նվիրեմ ձեզ սրանից։ Հա, հիշեցեք ես բանը։ Շատ բանոց է ձեզ։ Էդգարն է, արտ լաբորատորիայից։ Հա, ինչ փոխվել։ Դա որ հանդիպեցինք։ Էս ինչ փոխվել։ Բոլորս շնորհակալ եմ։ Նկարեք էլի մի հատ։ Բարև ձեզ։ Իհարկե, հաճույքով։ Կարելի է փակցնել։ Լավ է։ Մի վարկյան էսա նկարվում եմ ու բարև եմ։ Բարև եմ։ Ես ցնցված եմ ձեզ հանդիպելու համար, տնից խափով վազելով եկել եմ, որ անպայման ուղիղ եթերն եք նայ։ Ուղիղ եթերով եմ եկել։ Լսում եմ ձեզ եղբայր։ Նոր անց
Ես շատ գոհ շնորհակալ եմ ձեզանից, իմ սիրելի վարչապետ, ես միշտ ձեր կողքին եմ, կարող այդքան արդյունք։ Ինչի համար եք գոհ։ Մեր հայրենիքի փրկության համար։ Ես Բարդար նվիրել ես։ Անպայման դրա համար եկել եմ, որ համ նվիրեք։ Այս մարդկանց առևտուրը խանգարում ենք, այ հիմա։ Հիմա մտքում ասում են եկել են մեր առևտուրը կանգնած։ Դուրս գան։ Բարև։ Ես ձեր թիմին շնորհակալ եմ։ Ես ձեր թիմին կարելի է ձեզ հետ նկարվել, վարչապետ ջան։ Հա, իհարկե։ Եկեք դուրս գանք այս մարդկանց առևտրին չխոչընդոտենք։ Հա, իհարկե եղբայր։ Կա բանը, կա արտլաբորատորիան կա թե չկա։ Հեղափոխությունից հետո իմաստը կորավ։ Չէ, դե միշտ էլ իմաստ ունի, նոր օրակարգ կարա լինի։ Եկեք իրոք դուրս գանք։ Բարև ձեզ։ Հաճույքով, հաճույքով։ Կներեք։ Հաճույքով։ Մեկ էլ մի հատ հարց էլի, ես մի հատ հարցով այն դիտանջի շատ կներեք էլի։ Ինձ մի հատ հարց ա ուզում։ Այս թալանչիները, որ փող վերադարձում են, որպես թալանչ ինչի չեն դատվում են։ Լիքը մարդ դատվում է, ժողովուրդ ջան։ Ուղղակի գիտեք խնդիրն ինչ է։ Նախ մեր մոտ օբյեկտիվ չէ, էլի որ կներեք 1990, որ գողություն արել են, փողը տան ու բրծեն են, դատվեն գոնե։ Չէ, ապօրինի գույքով, եթե ապօրինի գույքի մասին է, ապօրինի գույքի մեխանիզմը մենք ընենց ենք բարել, որ հաշտեցման մեխանիզմը լինի, 75%-ը վերադարձնենք, 25%-ը պահեն եւ տենց, այսինքն այն սկզբից է տենց ենք պլանավորել։ Դա ինչի համար է նաեւ արվում, որովհետեւ եթե հաշտեցման ճանապարհով չգնանք, մեկ այդ 25%-ի չափով պետությունը մեկա փող է ծախսում։ Այսինքն պետական բյուջետ, եթե գալիս ենք այդ ճանապարհով լիքը փող նաև պետության համար է խնա։ Պատկերացրեք, այդ process-ների համար մեկա փող պետք է ծախսվի։ Եթե իրանք գալիս են ընդառաջ, որ փող չծախսվի, ասում ենք շատ լավ կոմպրոմիսի 25-ը պահեք, 75-ը վերադարձվի։ Շնորհակալ եմ։ Նվիրեմ ձեզ։ Հա, նվիրել եմ։ Մի հատ նկարվենք։ Հա, բայց ես ուրիշ տեղ էի նայում։ Շատ լավ, առևտրին խանգարում ենք, ժողովուրդ, եկեք դուրս գանք։ Հա, եղբայր։ Եկեք դուրս գանք։ Հա ջան։ Հաճույքով, ես իմ ձեռով փակցնեմ։ Հաճույքով։ Ձախ կողմը։ Ձախ կողմը։ Այս 8 տարի սպասում եմ։ Այսքան գնացել եկել եմ ստեղ։ Ես ծննդով մարդ ունեցի, ապրում եմ Շենգավիթի։ Շնորհակալ եմ հային ազատություն տալու համար, ձայնի իրավունք տալու համար, խաղաղություն բերելու համար։ Շնորհակալ եմ ձեր կյանքն ու ընտանիքը, անվտանգությունը հային ու Հայաստանի տրամադրելու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ես Շենգավիթի եմ, Արիացիայից ու ընտրելու եմ ընտանիքովս, ազգովս Փաշինյանին։ Սրտիկ ենք անում։ Շնորհակալ եմ, իրոք շնորհակալ եմ։ Աստված ձեր հետ։ Ժողովուրդ առևտրին խանգարում ենք։ Բայց գրախանութ գնաց, սպասում են ձեզ։ Եղբայր նվիրեմ մի հատ ձեզ սրանից, իմ ձեռով փակցնեմ։ Ես սպասում չեմ, զավիթի հարց չեմ դրանում։ Հաճույքով կուտեի։ Եղբայր, այսօր ես քեզ եմ ման գալիս, եկար մի հատ երևացի, մի հատ տուր, ոնց ես 1000 տարի քեզ չեմ տեսել։ Ոնց ես, բայց դու այնտեղ չէիր աշխատում։ Իմ տեղն է, հա, եկա, երեխեն ասեց որ։ Ահա, այդ որ մտա այդ ձերն է, հա, ես էլ նայում էի չկայիր, լավ ես, լավ ամեն։ Լավ, շնորհակալ եմ սա։ Շնորհակալ եմ։ Դուրս գանք էլի, հա, բայց մի րոպե գրախանութ խոստացա, որ պետքա մտնենք։ Մի հատ գրախանութ մտնենք նոր։ Հələ տեսնենք գրախանութ մտնենք։ Բարև ձեզ։ Ոնց է գործերը։ Էս ինչ լավ գրախ։ Այստեղ գիտեք մեկ էլ երև մի 15 չէ, հա, էլի մի 15 տարի առաջ եմ եղել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շնորհակալություն, պետք է մենք նկարվենք։ Հաճույքով։ Ես նորից եկել եմ դպրոցի ուսուցչու եմ, գործավարն եմ, դուք մեր մոտ դպրոց եք
կառուցում։ Բայց հիմա պատահական հանդիպեցիք, թե եթերով տեսել եք։ Արձակուրդ ենք, մի օրով եկել եմ հետ գնով, արժեք։ Շատ լավ։ Գնում է, ոս ինձ նկար չի։ Լավ է։ Ես էլ դիմա նկարել եմ նկարել։ Եկեք կնվիրեք։ Շնորհակալ եմ շատ։ Եկեք նկարվենք։ Ես նկարեցի խոսելից, բայց տվեք մի հատ հեռախոսով էլի։ Ձեր կամերան կասեք ոնց է նայում։ Կամերան այստեղ։ Գրախանութի ամենալավ խանութն է։ Լավ եղեք, լավ եղեք։ Լավ եղեք, բա ինչ առնենք, մի հատ լավ բան խորհուրդ տվեք առնենք այսօր։ Բարի ձեզ։ Ահա, ահա։ Այսի կրկեք կան։ Ակնոց կարող եմ ուտել, հա։ Բարև, ինչ անունդ։ Ջուլետա։ Ապրես Ջուլետա ջան, մի վարկյալ նվիրեմ քեզ մացրանից։ Մեսի շատ։ Այդ փազվող գրքեր շատ հարմար են եղել համար, հա, սիրում եք։ Բայ հա, էս Ջուլետա ջան թխվածքա։ Գիրք առեք ժողովուրդ։ Ոչինչ առնենք նվիրենք։ Պաուլո Կոելյոյի հիպին չեմ կարդացել ես։ Ես իմ գիրքն դու ինչ ընտրեցիր։ Խորխե Լուիս Գորգետ Բորխես։ Բաբելոնյան գրադարան։ Բաբելոնյան գրադարան։ Շատ լավ։ Հաջի։ Բանոց չեն ճիշտն ասած։ Ես Կոելյո ընտրեցի։ Որտեղ ենք վճարում։ Բայց Շամուտ Աթանը գալի են մեկու, Ահիձորը, միավորվել են երեք ջուրերը միավորվել են Հաջա։ Չէ, Եք ես անցկացնեմ, ենտեղ ադեր համար կղե։ Էս չի դրա համար։ Էսի գրեն հրկանը, առանձին։ Բայց փաստորեն կամած գնում էի, հա։ Որտեղ է։ Բանով են վճարելու, էլի անկանխիկ են վճարել։ Իսկ էս որ գցեմ։ Գրքերը ստեղ է վճարվում ժողովուրդ։ Շնորհակալ եմ շատ։ Շատ լավ խանութ է։ Շատ դուր եկավ մեզ ձեզ խանութը։ Բարև եղբայր։ Իհարկե։ Հա։ Մի հատ նվիրեմ քեզ սրանից։ Լևոն ջան, զգուշու։ Շնորհակալություն։ Լավ է, էս է խվածքա։ Թեյի հետ։ Գնացինք։ Շնորհակալ ենք։ Ձեր գործերին հաջողություն, մի րոպե, ձեր խանութին մի հատ է որպես հաջողության նշան սրանից նվիրենք եւ գնացինք։ Ես էլ Այբենարանը վերցրի, պարոն վարչապետ, այս Այբենարանի ճակատագրին կհետևեք։ Շատ լավ։ Բայց դուրս գանք փող, բարև ձեզ։ Լավ եք։ Լավ, շնորհակալ եմ։ Բարև ձեզ։
Բարև, լավ է, դուք լավ եք, բարև ձեզ, լավ եք։ Ում չեմ բարևել։ Նա դե դոքի բարի ծզիլովել տվեք, վայ, աբրիկու արևը, էսել դերի, բարև։ Բարև ձեզ։ Հաջողություն ձեր գործերին։ Դուր։ Բարև ձեզ։ Հաջողություն ձեր գործերին։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Ով կա հաջողություն ձեր գործերին։ Հայ, հրճ եղբայր։ Նկարվում։ Տարիներ։ Հարութը մի հատ տենց երգ ունի, տարիներ։ Բարև ձեզ, հաջողություն ձեր գործերին, այ ձեր լավ լինի ձեր գործերը։ Բարև ձեզ, հաջողություն ձեր գործերին։ Լավ եղեք։ Ստեղ մտանք, չմտանք, չէ՞ ստեղ։ Բարև ձեզ, հաջողություն ձեր գործերին։ Ես ձեզ հաջողության նշան որպես։ Բարև ձեզ, մարդ չկա, հաջողություն ձեր գործերին, հետո եթերով կնային։ Բարև եղբայր։ Բարև ձեզ։ Այդ ձեր խանութն է, չէ՞։ Հաջողություն ձեր գործերին։ Շնորհակալություն։ Կմարդ կա տեղ։ Հա չէ նույնն էր, մտանք դուրս եկան։ Լավ եղեք։ Բարև եղբայր։ Ունեք։ Շատ հաջա։ Ես մի հատ խնդրանք, ուզում եմ իմ թոսակը բացանը։ Բարձանում է։ Բան թորսան, 10,000 դրամ։ Հա, 10,000 դրամ։ Ամսական ներկայությունները փողում տալ։ 7 մաս։ Ես կարեմ 16 միլիոնա տոն անեմ։ Բայց բանը դուք ուրիշ վճարել եք, դուք բան եք, փախստական եք։ Հա։ Բա ուրիշ ձեզ համար մենք հատուկ ծրագիր ենք անում, նաև վարձակալության փոխհատուցում չեք ստանում։ Հա։ Չեք ստանում։ Չէ։ Հունիսից չենք ստանում, պարոն Թորից։ Հիմա ամեն ինչ ստանում եք, լավ եք։ ակվելա միջև տարվա վերջ, լավ։ Միջև տարվա վերջ։ Ես չեմ ստանում, հորս գերբ ես չեմ ստանում։ Ես ուզում եմ տեսամ, այդ փող ուր է գնում, ով է ստանում, պարոն Փարսիա։ Խնդրում եմ։ Նա ձեր անուն ազգանուն տվեք կճշտենք ասում։ Չեք կարա չստանալ։ Ժողովուրդ ուշադիր, մի գցեք։ Բարև ձեզ, հաջողություն ձեր գործերին։ Շնորհակալություն։ Հաջողություն ձեր գործերին։ Լավ են գործերը։ Դե ասենք ճիշտը որ ասեմ, որ մտնում ես խանութ, միացնես տեսքին նայում ես ընդհանուր, հասկանում ես գործերը ոնց են։ Վատ չեն։ Վատ չեն, բայց այո, ավելի լավ կարա լինի, բայց կա տենց բան, ես օրինակ անկեղծ ասեմ, որ մտնում եմ խանութը, ոնց է դասավորած, որտեղ ես հա հիմա չեմ եկել առևտուր անելու, չէ, բայց նաև հիմա մտնում եմ մի հատ հաճախորդի աչքով նայում եմ, չէ, ես խանութից ես առևտուր կանեի, կանեի, ուրեմն խանութի գործերը վատ չեն, չկա տենց բան, որովհետև կարա այս նույն ապրանքը, բառացիորեն նույն ապրանքը, նույն տեղով այլ կերպ դրածը լինի, մտնես երկու քայլ անես ու առանց բան հարցնելու թողես դուրս գաս։ Եվ կա անենց դասավոր, հասկանում եք, այս նրբությունը շատ կարևոր է, որովհետև բիզնեսի այդ նրբությունը, որ կարող է սկզբից որը դրածը լինի, որովհետև այս բիզնեսը խանութը առաջին հերթին մթնոլորտ է։ Երբ որ հնարավոր է անում, ոնց որ ասում են, հաճախորդա մեծ մթնոլորտ ստեղծել, մարդը մտնում է երբեմն կարող է նույնիսկ առևտուր անելու մտադրություն չունի, մի հատ հայացքը ընկնի, հայացքը մի բան գրավի մտնի, մի բան առնի դուրս գա։ Այնպես որ ես գում եմ, որ ձեր գործերը ավելի լավ կլինեն։ Այնպես որ բարև ձեզ, բարև ձեզ։ Համեցեք։ 23 թվականից։ Դուրս գանք դրսում խոսենք։ Խնդրում եմ հանգստացի։ Դուք երևի գիտեք, որ մի նկարի խնդրում եմ։
Չէ, մի րոպե, բայց մենք հիմա նենց աշխատում ենք, մենք առանց եթերի չենք աշխատում։ Ուղղակի Դեմքը մի նկարեք այն կողմից։ 23 թվականից անհայտն եք 11 հոգի։ Դուք ոչ մեկին չեք մեկ բացմից ձեզ նամակ եք գրել։ Ում չենք գրել։ Ո՞րն է մի անգամ ընդունելության համար։ Ուղղակի դուք որ դեպքի մասին եք, դուք Պայթյունի դեպքի եք։ Չէ, իմ տղան 8 ամսվա զինծառայող ա եղել։ Դիզերից ու մի անգամ իր անունը գերիների մեջ եկել է Եղիշե Կիրակոսյանի գրասենյակի, բայց հետո Ադրբեջանը պատասխանել է, որ թյուրիմացություն ատեղ ունեցել։ Ես ինչ եք ուզում որ ասեք։ Ես ուզում եմ եթե հնարավոր է 23 թվի անհետ կորածությունների մի անգամ գոնե ընդունել։ Եկեք սենց անենք էլի ուրա Գագիկ Իսախյան իմ օգնականը անհետ կորածների հանձնարարություն է, հա։ Հիմա տեսեք իմ խնդիրը ինչի մեջ է, ես չեմ լուսաբանում, բայց ես տասնյակ անգամներով ձեզ հետ չեմ հանդիպել երևի, գուցե, բայց տասնյակ անգամներով ես հանդիպել եմ։ Իմ խնդիրը հետևյալի մեջ է։ Հիմա մենք ինստիտուցիոնալ տարբեր կառույցներ ունենք, ովքեր այդ հարցով զբաղվում են։ Գիտեմ, բայց Սիմոնյանն էլ չի մեզ ընդունել երբևէ։ Չէ, շատ լավ, մենք այստեղ խնդիրը հետևյալն է, որ մենք ավելի լավ հարցերը ձևակերպեք, որ հարցերի պատասխանի հետևից եք ուզում գալ, որպեսզի մենք այդ հասկանում ենք գտնվելու վայրը անհայտ անձանց հետ կապված հարցի առանձնահատկությունը հետևյալն է։ Հենց ձևակերպումը ասում է, որ պետությունն էլ մենք էլ շատ ինֆորմացիաներ կա, որ չունենք։ Այդ է պատճառը, որ գտնվելու վայրը անհայտ։ Այդ կարգավիճակի առանձնահատկություն։ Հետո ինքը որպես հաստատված գերի եկավ։ Ով։ Տղայի անունը գերիների մեջ մի անգամ եկել է։ Դեպքի մասին գիտեք, պարոն Իսախյան։ 23 թվի անհետ կորածների։ Մի հատ էլ խնդրում եմ, ինձ այդ դրվագը որ ասում են անունը եղել է հաստատված գերիների մեջ, հետո դուրս է եկել։ Մի հատ խնդրում եմ կոնկրետ ինքը իմ օգնականն է եւ գերիների ներողություն էլի ինքը գերիների անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է որպես իմ օգնական հատ այդ կոնկրետ դեպքը իրոք հաստատվել է հետո դուրս է եկել անուն ազգանունով ճշտեք ինձ ասեք հա խնդրում եմ ներողություն եմ խնդրում ես որ ձեր ես հասկանում եմ որ շատ մեղավոր եք որ այդ հարցերի պատասխանները չենք կարողանում գտնել բայց նենց չի որ ինչ որ մի բան կա որը պիտի անենք ու չենք անում հավատացեք հնարավորության սահմաններում շատ լավ շնորհակալ եմ բարև եղբայր Պարոն Փաշինյան, ձեր հետքերով եմ եկել։ Շնորհակալ եմ, լավ է։ Բարև եք, եկել մեր շենգավից վարչական շրջան։ Լավ է, լավ է։ Ոնց դուրս գանք, մի րոպե, այդ բաներից տվեք։ Բարև ձեզ։ Լավ եք։ Նվինեմ ձեզ սրանից։ Էս հայ արկի մուջա։ Բարև ձեզ։ Էս ձեզ։ Ով է նկարում բա, ով է նկարում։ Ձեր աղջիկներն է։ Եղար։ Ինչ եք ասում եղբայր։ Չեմ լսում։ Ինչ նկատում։ Չեմ լսում ինչ եք ասում։ Փակ բանա միկրոֆոնա վրա սողեղ եթերում։ Փակ բանի։ Ես քեզ։ Հա, իհարկե եղբայր։ Հաճույքով, հաճույքով։ Դպրոցում դեր աղջիկան դաս են տալիս։ Հա? Ինչ եք դասավոր։ Ուրախ եմ։ Զուգահեռ աշխատում եմ աուտիզմով, դաունով, մանկականորեն խնդրով երեխեքի ֆուտբոլի թիմերում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ես քեզ
Ինչ անունդ։ Դու խոսում ես արդեն թե չէ։ Կթողես բացնեմ։ Դա ասա Հովանես։ Հովանես ջան, շատ ապես։ Լավ է։ Ես եմ շնորհակալ։ Վաղ Ալեքսանյան վաղ է, հա։ Վաղ ասեցիք։ Ասել եմ արդեն բավարար։ Խնդիր կա, էլի։ Ձեր գործերին հաջողություն։ Ես էլ ձեզ նվիրեմ, որ հաջողության նշան որպես։ Բարև եղբայր։ Բարև, ես քեզ, ես էլ նվիրեմ քեզ սրան, հագցնեմ մի հատ։ Այ սենց, շատ ապրես։ Քեզ էլ նվիրեմ, եղբայր, ես էլ քեզ։ Բարև ձեզ, ում չեմ բարևել։ Լավ եք։ Լավ եք։ Հաջա։ Հա, չնկարվեցիք։ Դեռ նայ հո։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Ձեզ լավ օր։ Մենք ձեզանից շատ շնորհակալ ենք, լավ Ինչի հաշվին եք գո։ համար։ Խաղաղության համար արժի։ Մնացած տատիկ պապիկների թոշակ։ Էլի արժի։ Առողջության էլի արժի, ես ձեզ։ Լավ օր ձեզ։ Լավ օր ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Ես Սյունիքից եմ, շատ լավ։ Ուրախ եմ շատ։ Մենք էլ։ Ինչ առիթով եք եկել։ Մենք Սյունիք ենք եկել, այնտեղ չհանդիպեցինք։ Հա։ Ես ձեզ նվիրեմ։ Ո՞նց է։ Ձեզ էլ նվիրեմ։ Հա, ես շատ ուրախ եմ։ Ուրախ ենք շատ, որ այնտեղ չենք տեսել, մի հատ տվեք։ Եղբայր հաջողություն կներեք, հազար ներողություն, հաջողություն ձեր գործերին։